Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բայլուի Շանթին հավատարիմ մեր ամենասիրելի հեռուստադիտողին, ինչպես ասել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, մարդկությունը փրկելու միակ նոր գաղափարը աշխարհում իշխանությունը կնոջը տալն է։ Վերջին 10,000 տարում ավերված կենսամիջավայրը եւ գրեթե ողջ մոլորակը վկայում են, թե ինչի են ընդունակ տղամարդիկ։ Հիմա միայն կանայք կարող են շտկել իրավիճակը, պահել ու պահպանել կյանքը, դա նրանց գենետիկ կոչումն է։ Վայ մամա ջան, բարի լույս, սիրելի հայր 3 մարտի 8-ն էր եւ ավանդույթի համաձայն տղամարդիկ մեծ նվեր արեցին ծաղկավաճառներին, նրանց հասույթը հասցնելով անհավանական չափերի, բայց ոչինչ, մենք չենք դժգոհում, մենք մեր բախտից ես եմ շնորհավորել բոլոր առաջերտին Շանթ հեռուստաընկերությունում աշխատող բոլոր աղջիկներին եւ իհարկե մեր հայ կանանց, լավ եղեք, առողջ եղեք, անփորձանք։ Ապրես Գրիշա ջան, լավ է, որ շնորհավորեցիր, բայց մինչև այդ իհարկե ասածն հետ վկայում են, որ տղամարդիկ ավելի շատ տխրում են մարտի 8-ին եւ ոչ թե ուրախանում, մտածելով թե օ, ինչ գների են հասել ծաղիկները, նվերները եւ այլն։ Ոչինչ, ծաղկի համար միշտ էլ ափսոսալ պետք չէ ծաղիկը։ Մենք մեծ հաճույքով ենք ծախսում եւ ուրախանում ենք։ Այ, սուտը մեռնի։ Աշխարհի շատ երկրներում սիրված կանայք տոնը նշվեց 3, իսկ հայերիս համար մարտի 8-ը դարձավ կանանց նվիրված 1 ամսյակի սկիզբը 1 ամիս դեռ տանջվելու եք։ Նայ, եթե 1 մարտի 8 լինելա, բայց մի ամսակ արդեն մի քիչ ծանր է իհարկե ֆինանսական, բայց դե ինչ անենք։ Հունաստանում մարտի 8-ին կանայք վայելում են լիակատար հանգիստ։ Հագնում են ամենագեղեցիկ հանդերձներն ու գնում են ուրեմն տոնախմբությունների։ Իսկ տնային հոգսերն ու երեխաները մնում են հույն տղամարդկանց ուսերին։ Եթե այդ օրը փողոցում պարապ տղամարդու են նկատում, վրան որպես պատիժ սառը ջուր են լցնում, իբր թե գնա եւ զբաղվիր կանացի գործով։ Հետեւի երեխաներին մինչեւ կինը ուհու շատ լավ է։ Լավ է, մենք Հայաստանում ենք ապրում։ Չինաստանում մարտի 8-ը հանգստյան օր է միայն կանանց համար, իսկ տղամարդիկ աշխատանքից հետո պարտավոր են խոհարարական վարպետություն դրսևորել եւ տոնական ընթրիք պատրաստել իրենց գեղեցիկ կեսի։ Այ դուրս գալիս է այդ պարտավոր են, պետք է։ Դա շատ լավ է։ Այդ օրվա ավանդական ուտեստներից է նաեւ հավատարմության դդում կոչվող ճաշատեսակը, որը բավական բարդ է պատրաստելը։ Եթե տղամարդը գլուխ է հանում այդ բաղադրատոմսից եւ ուտելու ենթակա բան է նշանակում է նա հավատարիմ ամուսին է։ Բա ոնց։ Կանանց տոնի եւ առհասարակ մարդկության գեղեցիկ կեսի մասին այսօրվա ծրագրի ընթացքում դեռ կխոսենք, իսկ այս պայն դիտենք տոնական տեսահոլովակ։ Ձեզ համար մեր կանայք։ Այո, սիրելի կանայք, գնացինք։ Պինքներ մեր եթերում բայց գտավ սերը, այո, բոլորին ենք ցանկանում գտնել իրենց սերը եւ հատկապես այն կանանց ում տոններ 3 Գրիշա։ Բոլոր կանանց տոնները այդ։ Դե գնացինք առաջ։ Շարունակենք։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնության պահին տղամարդկանց 31%-ը հրապուրված է լինում կողակցի կանակցիությամբ։ Ինչի է միայն սկզբում, միշտ պետք է հրապուրված լինեք մեր կանանցից։ Բայց ամենասկզբում դա հատկապես հասկանում ես, համատեղ կյանքի սկզբում տղամարդկանց 15%-ը հիանում է կնոջ շփվելու ունակություններով, 13%-ը անկեղծությամբ, 12%-ը բարիությամբ։ Ընդհանրապես պետք է 100%-ով հիանալ կանանցով։ 11%-ը շատ է կարևորում կնոջ տնտեսելու հմտությունը, բա որ մենք չտնտեսենք, ինչ կանեք։ Իսկ խելքը գնահատում են ընդամենը 6%-ը, հասկանում եք։ Գեղեցիկ լինես բավական է, էլի խելք մեր քաշվի չգնահատում։ Իսկ ահականանց 44%-ը ամուսնանալու պահին հիացած է լինում իր ընտրյալի առնականությամբ, 36%-ը խելքով, իսկ 16-ը ուշադրությամբ։ Ինչքան քիչ բան է մեզ պետք։ Իհարկե, տղամարդու բարությունը կարևորում է կանանց 15%-ը ընդամենը։ Մենք ուզում ենք, որ բարի լինեք, բայց ոչ բոլորի նկատմամբ, մեր նկատմամբ։ Հասկացա՞ր։ Չէ, բարի եք լինում, ասես ընկերներին ասում բարի լինի բոլոր նկատմամբ։ Դե եթե ընկերների նկատմամբ շատ բարի լինի, ամբողջ օրը կգնան
ուրախանալու։ Շարունակի։ Իր բարությամբ, լավ։ Ամուսնու մարդամոտությամբ հպարտանում է 14%-ը, անկեղծությամբ 13%-ը, իսկ համեստությունը կարևորում հատկանիշ են համարում 12%։ Բայց իսկապես ինչ ահավոր են, այ բարությունը, համեստությունն են ամենակարևոր բաները, հա, շատ քիչ տոկոս են կազմում, 12-11, ահավոր է։ Մինչ օրս բոլոր տղամարդկանց առավել հաճախ հուզող հարցն այն է, թե ինչու են կանայք իրենցից երկար ապրում։ Պետք չէ իհարկե բրիտանացի գիտնական լինել հասկանալու համար, որ ամենակարևոր պատճառը կնոջ լավատեսությունն է։ Մի նախանձեք հարգելի տղամարդիկ, ուղղակի միշտ մարդ ստանում է այն, ինչին արժանի է, իսկ կանայք արժանի են երկար ապրելուն, ես այդպես եմ միշտ գովում են, որ մնաց հիմա մարտի 8-ին հիմա կանանց լավատեսության օրացույց շատ օգտակար դասեր կարելի է քաղել, օրինակ կանայք ի տարբերություն տղամարդկանց լավ գիտեն, որ եթե քեզ համար փոս են փորում, պետք է երախտագիտություն հայտնել ու արդեն պատրաստի փոսում, ինչ անել լողավազան պատրաստել, այո, ամեն ինչի մեջ մենք լավն ենք տեսնում։ Եթե լվանում են ոսկորները, ուրախացիր, արթրոզը քեզ կշրջանցի։ Եթե մեջքիդ ետևում դավեր են նյութում, հպարտացիր, դու արժևում ես, հասկանում եք, իսկ դա միանշանակ։ Նախանձ մինչև վերջ։ Դա հաճախ է լինում։ Բայց նախանց պետք չի լինել։ Կյանքի բոլոր իրավիճակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են գտնել դրական եւ լուսավոր կետեր եւ գիտեն ճիշտ պահին կանգ առնել ու ժպտալ, ստապ գնահատել իրավիճակն ու արագ գտնել պարզ ու ռացիոնալ լուծումներ։ Սուտ իհարկե։ Իսկ տղամարդիկ լինելով ի բնե որսորդներ սիրում են բարդ կոմբինացիաներ եւ դժվար արահետներ։ Բացի այդ տղամարդիկ բնածին ալարկոտներ են։ Եկեք ճիշտ ասենք ու դժվար են կտրուկ քայլերի որոշումների գնում։ Ահա թե ինչու նրանք չեն կարողանում առանց կանանց, հասկանում եք։ Դուք շատ ալարկոտ եք, բազմոցը գրկեք, պարկեք, հեռուստացույց դիտեք։ Ման նույն բանն ենք խոսել, որ անդադ վիճում ենք։ Այդ այնքան է այսպես մեծ խոսակ, մեկ առանց տղամարդու հնարավոր չի։ Առանձնել իհարկե դժվար, բայց առանց մեզ հնարավոր չի։ Նայեք, առանց դες հնարավոր է, իսկ առանց մեզ հնարավոր չի։ Գտա։ Մարտի 8-ը ինչ։ Մարտի 8-ը սկզբից եւ այդ եղել է սեռերի մինչեւ հավասար իրավունքներ հաստատելու փորձ կանանց կողմից եւ միայն 10 ամյակներ անց է այդ օրը տոն դարձել։ Ես առաջարկում եմ թերթենք կանանց տոնի նախապատմության էջերը։ 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները դուրս եկան ցույցին։ Նրանք պահանջում էին աշխատանքի ավելի մարդկային պայմաններ ու աշխատավարձի բարձրացում, ինչով ոչ։ Այդ օրը ոստիկանությունը քշեց ցուցարար կանանց, սակայն 2 տարի անց կրկին մարտ ամսին այդ նույն կանայք ստեղծեցին իրենց իրավունքները պաշտպանող կոմիտե, որը հետագայում որոշիչ դեր խաղաց կնոջ դերը հասարակությունում փոխելու հարցում։ Տեսնում ես, կանայք իրենցով են ամեն ինչի հասել։ Պայքարեք, մինչև տեսնանք երբ։ Մարտի 8-ը ԱՄՆ պատմության մեջ հայտնի է նաև 1908 թվականին տեղի ունեցած միջադեպով։ Այդ օրը 15000 ամերիկուհի դուրս էին եկել Նյու Յորքի փողոցներ, պահանջելով ընտրական իրավունք, տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ, աշխատանքային ժամերի կրճատում, ինչպես նաև երեխաներին աշխատանքից ազատում։ Այո, գենդերային հավասարություն վերջիվերջո։ Այդ օրը կին ցուցարարներից յուրաքանչյուրի ձեռքում հաց ու վարդ էր։ Հացը խորհրդանշում էր սոցիալական պաշտպանվածությունը, իսկ վարդը կյանքի առավել բարձր որակը։ Դե ինչ, մարտի 8-ի, այսօր ամբողջ օրը խոսել ենք մարտի 8-ից, սիրելի հեռուստահայտողներ, իսկ այս պահին դիտենք տեսանյութ, հենց մարտի 8-ին նվիրված, չէ՞։ Իհարկե։ Դե բա, գնացինք։ Զամբիայում երիտասարդների օր, Լիբերիայում զոհվածների հիշատակի, Սիրիայում հեղափոխության, իսկ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ մի քանի տասնյակ երկրներում կանանց միջազգային օր, մարտի 8։ 1857 թվականին Նյու Յորքում հենց այդ օրը տեքստիլ ֆաբրիկաների աշխատակցուհիներն առաջին անգամ դուրս եկան փողոց ու պահանջեցին 16-ի փոխարեն 10 ժամյա աշխատանքային օր, լուսավոր ու չոր աշխատանքային պայմաններ եւ տղամարդկանց հավասար աշխատավարձ։ Սակայն արդյունքում ոչինչ չփոխվեց։ 1908 թվականին արդեն նրանց թոռները կրկին ոտքի կանգնեցին ու կրկին նույն պահանջով։ Իսկ մարտի 8-ը տոնի վերածելու առաջարկն արեց Կլարա Ցետկինը 1910 թվականին։ Նպատակն էլ ոչ թե նվերներ ստանալն էր, այլ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալը։
Գերմանիա, Ավստրիա, Դանիա եւ Շվեյցարիա։ Հենց այս երկրներում առաջին անգամ 1911 թվականին նշվեց կանանց միջազգային օրը, բայց ոչ թե մարտի 8-ին, այլ մարտի 19-ին։ Իսկ 1912 թվականին մարտի 19-ը դարձավ մայիսի 12 եւ միայն 1914 թվականից ու մինչ այսօր կանանց տոնը տոնում են մարտի 8-ին։ Այս տոնին Խորհրդային Միությունը եւ մենք հայերս միացանք 1965-66 թվականներին, օրն էլ դարձավ ոչ աշխատանքային։ Իսկ Մադագասկարում մարտի 8-ը ոչ աշխատանքային է միայն կանանց համար։ Չինաստանում, Իտալիայում եւ մի շարք այլ երկրներում այն տոն է, բայց աշխատանքային։ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ մի շարք եվրոպական երկրներում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ։ Իսկ մարտի 8-ը որպես տոն տանը նշել նախընտրում է այդ երկրների բնակչության կեսը, ռեստորաններ գնում է 20%, իսկ քաղաքից դուրս միայն 5%։ Մեզ մոտ տոնական սեղաններին, ռեստորաններին ու քաղաքից դուրս գնալուն հիմնականում փոխարինում են ծաղիկները եւ օծանելիքը։ Իսկ վերջին տարիներին գործն ավելի է հեշտացել, բավարարվում ենք օնլայն բացիկներով։ Իրինա Մկրտչյան, Առավոտը Շանթում։ Кнопочку нажмите. Да? Смешно, да? Очень. Հիանալի են մեր սովետական ֆիլմերից հատվածները, իսկ մենք շարունակենք եւ տեսնենք, թե այս գիժ մարտը մեզ ինչ եղանակ է խոստանում, միանանք Նորային։ Գեղեցկուի Նորային ես կասեն, Նորա ողջույն։ Բարի առավոտ։ Նախ շնորհավորում ենք Նորա ջան, 3 մարտի 8-ն էր, մեկ Առաջ ամսեքի։ չեն գնում, հաս ես։ Քանի որ տեսակ էլի Գրիշը չի շնորհավորում Որտեւ Նորա ջան։ անդադ խոսում եք, է։ Այսքան գովում ենք, բայց դա, չի թողի։ Գիտեք, չէ, լավում են եւ նեղում են նրանք, ովքեր գտնում են, որ սխալ են։ Շնորհավորի Գրիշը։ Անահիտ, ձեզ շնորհավոր։ Տոնդ ամենալավն ու բարին։ Շնորհակալություն։ Մարտի 5-ին ձուն եկա, բայց նայ մարտի 8-ը տեսնես ինչ լավ օր էր, պայծառ օր էր, արևոտ օր էր։ Բնականաբար։ Կարծես թե եղանակը նույնպես կանանց ու աղջիկներին շնորհավորում է, քանի որ հանրապետության տարածքում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում։ Եղավ Նորա ջան, տեսնում ես մարտի 5-ին ձյուն էր, որովհետև քո ծնունդն էր Գրիշա ջան, բայց դա արդեն կարևոր չէ, լսենք օրվա եղանակը։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Հանրապետության տարածքում այսօր կգործի հզոր անտիցիկլոնը, որը բոլոր մարզերում կձևավորի քիչ անպամած եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում, սակայն մարտի 10-ից կրկին կնկատվի ջերմաստիճանի բարձրացում։ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում գիշերը կգրանցվի 2 ցերեկը 10 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես կգրանցվի առանց տեղումների եղանակ։ Մեղրիում գիշերը սպասվում է +5 ցերեկը +12 աստիճան։ Կապանում գիշերը կգրանցվի +2 ցերեկը +9 աստիճան։ Գորիսում գիշերը սպասվում է +1 ցերեկը +5 աստիճան։ Վայոց-Ձորի մարզում առանց տեղումների եղանակ դարձյալ կլինի։ Ջերմուկում եւ գիշերը եւ ցերեկը սպասվում է 4 աստիճան ցուրտ։ Եղեգնաձոր քաղաքում գիշերը կգրանցվի +1 ցերեկը +14 աստիճան։ Գեղարքունիքի մարզում նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։ Մարտունիում գիշերը կդիտվի -3 ցերեկը +5 աստիճան։ Գավառում գիշերը սպասվում է -5 ցերեկը +2 աստիճան։ Սևանում գիշերը կգրանցվի 1 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում սպասվում է փոփոխական անպամացություն։ Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 7 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Աբովյանում գիշերը սպասվում է +1 ցերեկը +10 աստիճան։ Արարատյան դաշտում նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։ Արարատի մարզում Արարատ քաղաքում գիշերը սպասվում է +1 ցերեկը +16 աստիճան։ Արտաշատում գիշերը կգրանցվի +1 ցերեկը +15 աստիճան։ Արմավիրի մարզում կգրանցվեն նույն եղանակային պայմանները։ Արմավիր քաղաքում գիշերը կգրանցվի 1 ցերեկը 13 աստիճան տաքություն։ Վաղարշապատում գիշերը սպասվում է 2 ցերեկը 14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում դարձյալ սպասվում է արևառատ եւ առանց տեղումների եղանակ։ Աշտարակ քաղաքում գիշերը կգրանցվի 1 ցերեկը 12 աստիճան տաքություն։ Ապարանում գիշերը սպասվում է 7 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իջևանում գիշերը կգրանցվի 3 ցերեկը 7 աստիճան տաքություն։ Դիլիջանում գիշերը սպասվում է 2 ցերեկը 9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վանաձորում գիշերը կգրանցվի 1 ցերեկը 6 աստիճան տաքություն։ Տաշիրում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում համեմատաբար ցուրտ կլինի, սակայն այստեղ նույնպես կգրանցվի առանց տեղումների եղանակ։ Գյումրիում գիշերը կգրանցվի 7 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Աշոտսկում գիշերը սպասվում է 12 աստիճան ցուրտ, ցերեկը 2 աստիճան տաքություն։ Այժմ անդրադառնանք մայրաքաղաքին։ Երևանում այսօր նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի հարաբերական խոնավությունը 45% է, քամին հարավային 1-ից 2 մետր վարկյան։ Մթնոլորտային ճնշումը 670 մմ սնդիկի սյուն։ Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 2, ցերեկը 17 աստիճան տաքություն։ Ավանում գիշերը սպասվում է 2, ցերեկը +15 աստիճան։ Եղանակի մասին այսօր այսքանը։ Մինչ հանդիպում։ Ժամանակն է թելադրում դիզայնը, մետաղը ստեղծում է ոչ, Samsung Galaxy Alpha, նորաոճ, բարակ, մետաղյա։ Մի ամսյակն է երեք սկսվել, տղամարդկանց դարդ է տվել, բայց դուք ոչինչ, դիմացեք ու շատ նվերներ մեզ գնեք։ Սիրելի կանայք, մի մտածեք, մենք կմտածենք ձեր փոխարեն, մի աշխատեք, մենք աշխատենք ձեր փոխարեն, մի անհանգստացեք, մենք կանհանգստանանք ձեր փոխարեն։ Գեղեցիկ եղեք, որովհետև գեղեցիկը կփրկի աշխարհը, ինչ խոսք։ Միայն խոսքեր, Մարտի 8, գովաստ։ Իսկ այժմ խոսենք, թե տարբեր երկրներում աշխարհի ինչ տոներ կան կանանց նվիրված, կանանց գրիշ աղջիկների, տատիկների, միմիայն կանանց լսեցիր։ Լավ չէ՞։ Ճապոնիայում կանանց նվիրված տոն կա մարտի 3-ին, այն կոչվում է աղջիկների օր։ Այդ երկրում կա նաև 3-ից 7 տարեկան աղջիկ երեխաների օրհնության օր, որը նշվում է նոյեմբերի 15-ին։ Բանն այն է, որ 3 տարեկանից սկսած ճապոնացի աղջիկների մազերը այլևս չեն կտրում, իսկ 7 տարեկանից կարելի է կրել ազգային հագուստի կարևոր տարրը կիմոնոյի գոտին։ Ես չեմ մտածում, ինչքան տոներ կա, չէ՞ կանանց։ Տղամարդկանց մի հատ փետրվարի 23-ն էր, այդ սովետից եկած տոներ, որ ուրախանում ենք, մի հատ առիթ էր, ուրախանում ենք նվերեր ենք ծառայենք, մեր տորն է կլներ։ Լավ, ու ինչ։ Հիմա նա ինչքան բազմաթիվ տոներ կան ու Դա շատ լավ է, մի նախանձի արդար է, ամեն ինչ արդար է, ամբողջ տարին ձեզ նվիրված ես մի ամիսնա, մի ձև մի բան արեք։ Մեռանք անելով։ Կան երկրներ, որտեղ նշում են ոչ թե կանանց, այլ մայրերի տոնը։ Օրինակ Ավստրալիայում, Բելգիայում, Դանիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, նաև Ճապոնիայում։ Նոր տոնը նշվում է մայիսի 2-րդ կիրակի օրը։ Միևնույն է, բոլոր կանայք մի օր մայրեր են դառնում, այնպես որ բոլորին է դա։ Մեծ Բրիտանիայում այդ տոնը նշվում է մեծ պահքի 2-րդ կիրակի օրը, իսկ Իսպանիայում եւ Պորտուգալիայում դեկտեմբերի 8-ին, Աստվածամոր եւ բոլոր մայրերի տոնն է։ Ֆրանսիայում եւ Շվեդիայում մայրերին շնորհավորում են մայիսի վերջին կիրակի օրը։ Անընդհատ լսիձե շնորհավորում ենք, անընդհատ, անընդմեջ Պիտի, որ գոնե մի քիչ հասկանանք, որ մի բան արել եք։ Ֆրանսիայում մարտի առաջին կիրակի օրը նշվում է տատիկների տոնը, այդ օրը բոլոր տատիկներին մեծ հարգանք ու ուշադրություն են ցուցաբերում եւ Փարիզյան Դիսնեյլենդը բոլոր տարեց կանանց համար իր դռները զեղչերով է բացում։ Այդ անգամից արդեն իսկ պապիկները հետ, հա։ Դե գիտես, պապիկները տատիկներին տանեն Դիսնեյլենդ, ուղղակի ես ապշում եմ Դիսնեյլենդում տատիկները, բա որ սիրտները կանգնի, այ գրիշա։ Հա, դրա համար ավելի լավ չգնա։ Ասենք սխալ տեղ են զեղչեր անում, հասկանում ես, չեն մտածել։ Վայ, տատի։ Զբոսաշրջային ընկերություններն ավտոբուսով նրանց անվճար ուղևորում են եւ խանութներում հատուկ զեղչեր են, իսկ ռեստորաններում յուրահատուկ առաջարկներ բացառապես տատիկների համար։ Այսը արդեն լավ է։ Դե պապիկները ոչինչ թող հիշեն, որ իրանք տղամարդ են ու ժամանակին եւից սխալն են գործել, որ միայն տատիկներն են նման բան անում։ Զգում եք, չէ՞ Ժորժ ջան, ինչ վատ բան կա, ասում է տղամարդ։ Դե հիմա տղամարդ պապիկ, միևնույնն է, էլի տղամարդն հետո պապիկ չէ։ Լավ, մարտի 8-ը մի պահ դնենք մի կողմ, հա, եւ խոսենք հովանավորի մասին։ Այո, իհարկե։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, որովայնի 4D սոնոգրաֆիա։ Գործում է նաև էքսպրես լաբորատորիա, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը անվճար է։ Անվճար է նաև բժշկական խորհրդատվությունը։ Իմ բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1։ Հեռախոս 50 80 50։ Զանգարեք եւ բուժվեք, իսկ մենք շարունակենք։ Յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ աշխարհում մեկ կին մահանում է ծննդաբերության ժամանակ։
Դա հորը։ ԱՄՆ-ում ծննդաբերողների 40%-ը ամուսնացած չեն։ Այմա ասեմ, կասես ասում է, սովետի ժամանակ, էլի ասում սովետի, լավ, այն ժամանակներին հնարավոր էր պատկերացնել, որ կին առանց ամուսնալով երեխա ունենար, հնարավոր չէ, իսկ հիմա նա ինչա կատարում։ Վայ, լավ էլի Գրիշա, որովհետև դուք եք տղամարդիկ այնքան վատն եք, որ կնոջ թողում եք միայնակ, նա միայնակ է ծննդաբերում այդ երեխային։ Ոչ, կինն է գտնում, որ ինքը էլ տղամարդու կարիք չունի, ես կարող եմ մենակ էլ պահեմ։ Դուք եք մեզ լքում, դուք եք գնում դավաճանում, կինն է հասկանում, որ միայնակ է կարող է երեխուն պահի ու արժանի չեք հայտ կոչվելուն։ Այո, նրանք ովքեր վատն են, արժանի չեն։ Աշխարհի շատ երկրներում տղամարդիկ 3-ից 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, խնդրեմ, քան կանայք, որովհետև մենք մտածում ենք խելք ունենք, ուղեղ ունենք, իսկ դուք միանգամից լավ չեմ, պարտքեր ունեմ, գնամ գցվեմ, հասկանում ես։ Տղամարդիկ հասկանում եք, չէ՞, լռում են, որտեղ այսօր իրանց օրն է։ Կանայք առավել հաճախ տառապում են մարսողական համակարգի խանգարումներից եւ որովհետև նորմալ ուտելու բան չեք շրջանում նա իմ տեքստը չի թողում ասելա։ Տեսնում ես ուսերի շրջանում հոդացավն է գալիս, որովհետև չեք գալիս տուն մեզ մերսում, մենակ մեզ եք ասում մերսեք։ Մի խոսքով, հա, ավելի լավ է օրվա դեղատոմսը շարունակի։ Ինքն իրան խոսում է, գնացինք հա։ Բարի լույս, վերջին տարիների սրտային խնդիրների աճը պայմանավորված է առհասարակ կյանքի որակի փոփոխությամբ ու սթրեսների կտրուկ աճով։ Սրտային խնդիրների մեջ էլ մեծ չափաբաժին ունեն պերիկարդիտները, ինչ են դրանք եւ առհասարակ ինչպես կարող ենք դրանք կանխարգելել, պարզեք հենց հիմա սրտաբան Ալլա Սաֆարյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Նա հասկանանք պերիկարդիտներ, ինչ խնդիր է։ Պերիկարդիտները դրանք սրտապարկի բորբոքումներն են, որպեսզի պատկերացնենք թե դա ինչ է նշանակում, պետք է պատկերացնենք սրտի ինչից է բաղկացած սիրտը։ Սիրտը 3 շերտից է բաղկացած։ Առաջին շերտը դա էնդոկարդն է, երկրորդ շերտը դա սրտամկանն է, աշխատող մասը, եւ պերիկարդը, որը պատում է սրտամկանը։ Այդ պերիկարդի, այսինքն սրտապարկի բորբոքման դեպքում առաջանում է հենց պերիկարդիտը, լինում է տարբեր բնույթի, լինում է ինֆեկցիոն բնույթի, լինում է ասեպտիկ, այսինքն առանց ինֆեկցիոն բաղկացուցիչ մասի պերիկարդիտներ, ընթացքի առումով լինում են սուր, ենթասուր եւ քրոնիկ, եւ հիմնականում պերիկարդիտները իհարկե լինում են որպես բարդություն որոշ հիվանդության, լինում են իդիոպաթիկ, այսինքն ինքնաբուխ։ Ամենատարածված պատճառները որոնք են, ամենատարածված ինֆեկցիոն, հա, սկզբից ասեմ բնույթի հիվանդություններն են, դա ռևմատիզմը, անգինաները բնականաբար, որոնց հետևանքով առաջանում է ռևմատիզմը, տուբերկուլոզը շատ հաճախ է։ Ոչ ինֆեկցիոն, այսինքն ասեպտիկ պերիկարդիտները կարող են կրել ալերգիկ բնույթ, լինեն շարակցական հյուսվածքի հիվանդությունները, այսինքն կոլագենոզների ժամանակ, սրտամկանի հիվանդությունների ժամանակ, սրտի իշեմիկ միոկարդիտների, կարդիոմիոպաթիաների, միոկարդիտների բորբոքման։ Իսկ ինչպես է արտահայտվում խնդիրը։ Նորմայում երկու շերտից է պերիկարդը բաղկացած, նորմալում իրենց արանքը լինում է պես շատ քիչ քանակությամբ հեղուկ, որը որ օգնում է սիրտը նորմալ կծկվի, լայնանա, փոքրանա, հա, այդ կծկումը եւ արտակծկումը կատարվի նորմայում առանց խանգարման։ 5-ից 30 մլ դա նորմայի սահմաններում է, մի փոքր պետք է լինի։ Երբ որ լինում է բորբոքական process, այդ հեղուկի քանակը ավելանում է։ Ինչքան կտրուկ է ավելանում, այնքան արագ է հիվանդը զգում այդ process-ը եւ ինչ որ գանգատներ ներկայացնում, իսկ եթե կամաց է առաջանում, ինչեւ շատ քանակի հեղուկ չլինի, նույնիսկ կարող է հիվանդը գանգատ չունենա։ Բայց եթե արդեն գանգատ ունի, դա հեվոցն է առաջի հերթին, եթե սուր վիճակ է, կարող է ունենալ ջերմություն, հարկադրական դիրք, պարկած եւ հետ նստած շնչահեղձություն է լինում, թեքվում են դեպի առաջ, այս դիրք են ընդունում, որտեղ սիրտը մի տեսակ ոնց որ թե ազատվում է իր այդ կապանքներից եւ ավելի հեշտ է կծկվում, դրա համար իրանց մոտ հարկադրական դիրք է առաջանում, կարող է առաջանալ չոր հազ, վտանգի ինչումն է կայանում, որ նախ բորբոքական process է լինում, երկրորդը կարող է այնքան հեղուկ հավաքվի, որ խեղդի սրտին, տամպոնադա է դա կոչվում, սրտի տամպոնադա եւ կանգ առաջանա սրտի։ Ինչ է պետք անել։ Նախ ասեմ ինչպես պետք է դիագնոզվի, դա դիագնոզումը կարդիոգրամայով, լաբորատոր տվյալներով, բայց ամենակարևորը էխոկարդիոգրաֆիան է, ամենանուրբ
ճիշտ մեթոդը դա է, որը ցույց է տալիս քանակը անգամ, հա, պարունակությունը եւ ռենտգենը, որը ցույց է տալիս մեծ սիրտ, չափերով մեծ սիրտ, բայց ինչի հաշվին է մեծ սիրտը, ռենտգենը կդժվարանա եւ եթե արդեն էխոկարդիոգրաֆիկ հաստատվում է քանակը, եթե այնպես սպառնացող քանակ է, այդ ժամանակ կատարվում է պունկցիա, որպեսզի հեղուկը հեռացվի, այո, եւ զուգահեռ նշանակվում է հակաբորբոքային բուժում, միզամուղներ, իսկ եթե սպառնացող քանակ չի, նա պետք է բուժել առաջնակի հիվանդությունը, որը բերել է պերիկարդիտի եւ հետո արդեն սիմպտոմատիկ բուժումը անցկացվում է նույնպես։ Բուժման արդյունավետությունը։ Բուժման արդյունավետությունը, եթե ժամանակին լինի, բավականին արդյունավետ է, եթե բարձիթող վիճակ լինի, նույնիսկ շատ անգամ միայն հերձման ժամանակին պարզում, որ պերիկարդիտ եղել է, եթե ինքը նենց դանդաղ ընթացող պերիկարդիտ է լինում, հետո մեկ էլ ինչ-որ պատճառով ավելանում է ու միանգամից է առաջացնում այդ կանգը։ Շնորհակալություն, պահպանեք ձեր սիրտը, ինչ էլ որ լինի, եւ իհարկե ամեն առավոտ հետևեք մեզ։ Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, շարունակում ենք կանանց թեման։ Կինը միակ արարածն է, ով 3 օր ընկերուհու հետ հանգստանալուց հետո տուն վերադառնալուն պես միանգամից զանգում է այդ նույն ընկերուհուն տպավորությունները կիսելու համար։ Իհարկե, որովհետև մենք շատ հարուստ ներաշխարհ ունենք եւ հետո կիսվիր ընկերոջդ հետ, քանի դա դեռ չի կիսել քեզ։ Լավ, երբ տղամարդն ասում է, որ պատրաստ է տանից դուրս գալու համար, նշանակում է, որ նա առավելագույնը 5 րոպեից իսկապես կարող է իրականացնել իր խոստումը, իսկ կինը։ Իսկ երբ կինն է նույն բանը ասում, ապա դա նշանակում է, որ նա պատրաստ կլինի 45 րոպեից, լավագույն դեպքում, այսինքն արագ լոգանք ընդունելուց, հագնվելուց եւ դիմահարդարվելուց հետո։ Այս բոլոր կետերը կարող են նաեւ ունենալ ենթակետեր։ Դրա համար մենք միշտ գեղեցիկ ենք, կոկիկ ենք, հետևված ենք, հոտավետ ենք, ուշացող։ Իհարկե, լավ է բուրում մեզնից, ոչ թե ձեր նման ինչ ունենք, ինչով քնել ենք, վեր ենք գնում, դուրս են գալիս տնից։ Դե լավ, Գրիշա, դու բացառություն ես այդ առումով, բայց միայն այդ առումով։ Կնոջ վստահությունը շահելու համար բավական է նրան 20 վայրկյան գրկելը։ Ինչ փխրուն ու դյուրահավատ արարածներ ենք մենք։ Մի հատ գրկում եք եւ մենք արդեն երբ պետքա փխրուն եք։ Իսկ այն փխրուն, երբ բայց այն մնացած ժամանակներն այնց կարող ճնշեք, որ իսկ դուք շատ գրկեք, մենք էլ շատ փխրուն։ Շատ գրկեք։ Վիճակագրության համաձայն կանանց 45%-ն իրենց երջանիկ է զգում 50 տարեկանից հետո, բայց ինչու՞։ Դա գրքիր է ինչի է։ Որտեվ լավ, ես հասկացա, մինչև 50 տարեկան, որտեվ դուք տանջում եք, երեխա մեծացնել, ծննդաբերել, մեծացնել, լվաց, նորից ծննդաբերել, նորից մեծացնել, հետո ու 50-ից հետո նոր սկսում եք մի քիչ 50-ից հետո տղամարդիկ էին, բայց ներվում, իսկ մենք ծաղկում ենք։ Տեսնում ես, մենք միշտ ծաղկում ենք ձեր համեմատ։ 25%-ն էլ ավելացրել է, որ միայն 5-րդ տասնամյակից հետո է հասկացել, թե ինչ է նշանակում հարաբերությունների եւ կյանքի որակը, երբ թե սա է, էլի։ Կյանքի ընթացքում յուրաքանչյուր կին գնում է միջինը 111 պայուսակ կոսմետիկ միջոցների տուփեր եւ դրամապանակներ, անիմաստ բաներ եք։ Իսկ տղամարդը ինչ անում, տուն է կառուցում, ծառ է տնկում եւ ինչ էլ լավ էլ դուք եք անիմաստ բաներ գնում, չգիտեմ, բրիլոկներ, մուրճեր, պտուտակներ, պտուտակ։ Առհասարակ կանայք ռեկորդակիր են, գեղեցիկ, յուրահատուկ, բայց երբեմն անպետք իրերի գնումների հարցում դե ինչ անենք, տղամարդիկ էլ է։ Դե իսկապես անիմաստ, հետո բա։ Կանանց այդ հակումը հոգեբանները բացատրում են կնոջ կենսուրախությամբ, քանի որ իգական սեռի ամեն մի ներկայացուցիչ ենթագիտակցորեն փորձում է գնումներ կատարելը նախ եւ առաջ վերացել հակաստրեսային դեղամիջոցի։ Մեզ դուր է գալիս թեկուս այս փոքրիկ գրիչն էլ գնենք, մենք ուրախանանք, որ վայ լույս է վառվում։ Դուք ստրեսից դուրս եք գալիս, մենք ծախսա որ անում ենք, որ ինչա դուք ստրեսից դուրս գաք։ Այդ ամեն ինչ կանանց։ Այդքանից հետո շատ քիչ տղամարդկանց երևակայությունը կարող է բավականացնել սիրելիին յուրահատուկ կրեատիվ ինչ-որ նվեր մատուցելու համար։ Միշտ էլ կա այդ միտքը, պարզապես պետք է մի քիչ ուզենալ, ցանկանալ եւ կստացվի լավ նվեր, Գրիշա ջան։ Ձեր մի ամսակն, թե բան ասեմ։ Մի խոսքով մենք ունենք պատրաստած տեսանյութ, կրեատիվ նվերներ, դիտենք, հետո կշարունակենք։ Նվերներ։ Հունվարի 28-ին տղաները սպասում են հերթական փողկապներին, դրամապանակներին ու ճարմանդներին, մարտի 8-ին աղջիկները, հերթական ծաղկեփնջին, օծանելիքին եւ փափուկ խաղալիքներին։ Հերթականների այս շարքը սակայն ոչ բոլորն են սիրում լրացնել։
շատ պահպանողական ենք այդ նվերների ընտրության հարցում։ Օրինակ բոլորս գիտենք, չէ, ինչ նվերներ ենք տալիս տղամարդկանց, ինչ նվերներ են, որ տենց ստանդարտ հարմար են աղջիկների համար։ Եթե ժամանակին բոլորը փորձում են կրկնօրինակել մեկը մյուսին, ապա այսօր շատ ավելի ընդունված է ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում եւ մասնավորապես երիտասարդների կողմից լինել տարբերվող, լինել օրիգինալ։ Յուրօրինակ նվերներ գտնելու հարցում օգնության կարող է հասնել նաև համացանցը։ Բացի լավագույն նվերների տարբեր հնգյակներից ու տասնյակներից օնլայն տիրույթում կարելի է գտնել նաև համապատասխան խանութներ։ Հայաստանում կարելի է ասել նոր ենք թևակողում այն փուլ, երբ մարդիկ հնարավորություն են ստանում առաջին հերթին առցանց առևտուր անելու։ Միևնույն ժամանակ մարդկանց մոտ այդ անվստահության խոչընդոտը թույլ չէր տալիս մտնել առցանց առևտրի իրականացման դաշտ։ Կարելի է շատ արագ ընդամենը 2 րոպեում այդ առևտուրը գրանցել եւ ընդամենը 1 ժամ հետո ստանալ ցանկացած նվեր։ Երիտասարդների մեծ մասն արդեն ցանկություն ունի առցանց եղանակով առևտուր իրականացնելու։ Սիրահարված ընձուղտներ, հետաքրքիր խոհանոցային պարագաներ, ծիծաղելի գրենական պիտույքներ, եթե սրանք էլ ձեզ չեն գոհացնում, ապա օգնության կարող է հասնել շոկոլադը։ Ամեն առիթի հետ կապված մեզանից շոկոլադ եմ վերցնում։ Օրինակ կարող եմ բերել Վալենտինը, որ սիրահարների օրն էր եւ Սուրբ Սարգիսը։ Այդ օրերին այստեղ մեր մոտ ժուտաժը շատ էր։ Շոկոլադներ սիրում է նվիրել նաև Մարիամը, սակայն մատուցման ձևն իր համար նույնքան կարևոր է, որքան յուրօրինակ նվերի ընտրությունը։ Պարտադիր չի նվեր տալուց հեղինակը հենց ես լինեմ, կարող եմ գնել նվեր, բայց օրինակ փաթեթավորումը կամ տուփը կամ հետո ինչ-որ նամակ ինձնից լինի, հա, ես պատրաստած լինեմ։ Նվերը էն է, ոչ թե ինչ-որ նյութական բան է, այն է ինչ-որ քո ներսում է, նյութի միջոցով արտահայտելով։ Ու այդ դեպքում թե ինչ կնվիրես, այդքան էլ կարևոր չի, կարևոր է թե ոնց կնվիրես, այդ ավելի լավ է ստացվում ցույց տալ հենց ձեռագործ նվերներով, որովհետև ձեռագործի մեջ դու սենց դնում ես ամբողջ զգացածը։ Մարիամը նվեր գտնելու համար ոչ խանութներ է այցելում, ոչ էլ Google-ն է փորփրում, նախընտրում է դիմել սեփական երևակայությանը։ Հնարավոր առանց 10 դրամ ծախսելու ինչ-որ մեկին նվեր նվիրել, ուղղակի այդ մարդուն պետք է մի քիչ լավ ճանաչես ու մի քիչ շատ սիրես։ Հիմա ձեռագործ դիմակ եմ պատրաստում պապե-մաշե տեխնիկայով, պատրաստելու համար դեռ ոչ մի դրամ չեմ ծախսել։ Փողկապներին եւ ծաղկեփնջերին կարող են փոխարինել նաեւ handmade նվերները։ Վառ երևակայություն, ալտերնատիվ մտքեր եւ հետաքրքիր ու տարբերվող նվեր միշտ կգտնվի, նույնիսկ առանց գումարի։ Նորա Անանյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթում։ Պետք է կանանց միշտ մեծարել, շատ սիրել, փառաբանել, իսկ դուք տղաներ պետք է նստեք ու գովազդին մեր հետևեք։ Հարգարժան տղամարդիկ, ծախսարեք, միամսյակն է առջևում, բայց միևնույն է ինչքան անենք, միևնույն է քիչ է նրանց համար։ Քիչ է ստացվում, Գրիշա, գովազդ։ Մարտի 11-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Սեր ջազ սատանա ներկայացումը։ Այն բեմադրվել է արվեստի ու արհեստի քաղաք Գյումրու դրամատիկական թատրոնում։ Այսօր ներկայացման մասին մեզ կպատմեն մեր հյուրերը։ Շտապ եմ ներկայացնել Դիանա Մացոյան, բարև ձեզ։ Բաբկեն Զաքարյան եւ Քրիստինա Զիրոյան, բարև ձեզ։ Նշեմ, որ Սեր ջազ սատանա ներկայացման դերասաններն են եւ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասաններն են մեր հյուրերը։ Եվ հետաքրքիր է ինչով եք եկել Երևան, ինչու եք եկել Երևան եւ ինչն եք ներկայացված։ Բայց մինչ այդ ուզում աղջիկներին շնորհավորել։ Հա, դե դու շնորհավորել, լավագոնե ֆայմեցիր տղա ջան։ Լավ։ Մենք ընդհանրապես շատ լավ ենք, բայց չգիտեմ, այսօր ինչու թարսվել է այմ։ Դե կանանց տոն ես։ Լավ լինեք, առողջ լինեք, լիքը լավ բաներ։ Լավ ներկայացումներ եւ միշտ սիրված, ամենակարևորը։ Ամենակարևորը։ Շնորհակալ։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում։ Լավագույն բարեմաղթանքներով եւ ցանկություններով։ Ներկայացնեմ ուրեմն արտավազդ ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մարտի 11-ին կներկայացվի Յուժաս Գրուշասի Սեր ջազ սատանա ներկայացումը, բեմադրիչը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի։ Եվ Սեր ջազ սատանան ներկայացվել է որպես տարվա լավագույն երիտասարդական ներկայացում, այդ անվանակարգում է ներկայացված։ Իսկ դերասաններ կան ովքեր։ Դերասաններ կան, ովքեր որ ներկայացված են, այս պահին մեզ հետ է Քրիստինան։
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողուհի Կրիստինա Զիրոյանը ներկայացված է տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում եւ Արսեն Միքայելյանը, Աճեմյանի անվան թատրոնի դերասան։ Արսենը չի։ Նա այստեղ չի այս պահին ցավոք, լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում եւ Բաբկենը գլխավոր դերակատարն է։ Բաբկենը ուղղակի գլխավոր է, բայց ոչ մի։ Լավ, մենք դեռ Բաբկենի հետ կխոսենք նախանձի եւ վարվարության մասին, իսկ հիմա խոսենք Կրիստինայի հետ։ Չէ, կխոսենք կա թե չկա, լի Բաբկեն ջան։ Կա։ Իհարկե, Կրիստինա ջան, իսկապես դու ուսանողուհի ես, ինչպես նշվեց, հետաքրքիր պատասխանատու չէ, բարդ չէ, որ արդեն իսկ ներկայացվել ես որպես երիտասարդ դերասանուհի տարվա եւ սպասելիքներ ունես արդյոք։ Ոչ, իհարկե ոչ։ Չունես ասել, ինչու, որովհետև անարդար է եւ միշտ տրվում է նրան ու գիտեն ու մենք տալիս։ Չէ, ես сразу ասեմ ավելի լավ է, ну, скорее всего, лучше, если ты ничего не ждешь, и ты получаешь сюрприз. Вдруг раз, и тебе дают. А если нет, то нет. И никто ни в чем не разочаровывается. Բայց այլ տարբերակներ կա, որ պետք է լավատեսորն մոտնաս հավատաս, որ կստանաս եւ այդ դեպքում կստանաս։ Համեստություն է անում, համեստություն։ Я просто скромно. Անա եղբայրը։ Լավ։ Բաբկեն դու ուզում ես 10 ռուբլա, մենք չենք խոսում։ Բաբկեն ջան, դու ասա։ Ինչպիսին ես զգացողությունդ, որ չես նոմինացվել, բայց գլխավոր դերակատարներից ես։ Այդ խորհրդությունը բան։ Բարի նախանձություն, որովհետև իմ ընկերն է ներկայացվել եւ իմ շատ սիրելի չասեմ ընկերուին, ավելի շատ ընկեր է ինձ համար, բարի նախանձ եւ ավելի շատ ուրախ եմ նրանց համար, քան գիտեք ինչու ես չէ, ինչու նրանք։ Լավ, իսկ մրցանակը ընդհանուր առմամբ կարևոր է։ Մրցանակը ընդհանուր մերն է, ով էլ տանի։ Չէ, միանշանակ, չէ, ընդհանրապես ասում, օրինակ վերջերս Օսկարն են ցույց տալի, ունեցի տարիքեր, դալիճում նստած մարդիկ, դες փորձում եք դες երևի մեր ասած հայավարի եմ մտածում, որ ահա ինքը ստացավ, ես չստացա, ինչ ես ավելի վատ դերասան եւ այլն, եւ նմանատիպ ինչու բան։ Չէ, որ մենք բոլորս իրար ենք նշելու։ Անկախ նրանց, տակից դուրս է գալու։ Էգոիստությունից պիտի դուրս գա, բայց ես մտածում եմ մեր դերասանների մեջ այդպես մարդ չկա, որ կարող է ասել տեսեք։ Չէ։ Լավ, բայց իսկ առհասարակ ով է նոմինացնում, հետաքրքիր թատրոնն ինքն է որոշում, թե ռեժիսորն է որոշում։ Խորհուրդը գլխավոր ռեժիսորի եւ գեղարվեստական կազմի հետ համատեղ իհարկե եւ նաեւ բեմադրող ռեժիսորի հետ։ Այսօր ինքը նոմինացվել է որպես լավ երիտասարդական ներկայացում։ Հետաքրքիր է, այ ինչով է առանձնանում ձեր ներկայացումը, ինչ արդիական բան կա դրա մեջ, որ պետք է գրավի թե հանդիսատեսին եւ թե ժյուրին։ Ներկայացումը իրոք երիտասարդական ներկայացում է եւ բոլոր գլխավոր դերակատարները մեր երիտասարդներն են, մեր երիտասարդ լավագույն ուժերը։ Բացի դրանից կուզենամ ներկայացման մասին մեր գլխավոր դերակատարը մի քիչ պատմի եւ իր կերպարի եւ ներկայացման մասին։ Եվ դուք դրան պատասխանին։ Վերջը, չէ, Բաբկեն ջան, իսկապես ով չի կարդացել, հետաքրքիր նույն միտքը, հա, ինչի մասն է, ինչին է ուղղված։ Միտքը ուղղված է ավելի շատ ծնող եւ երեխա հարաբերությանը, ծնող եւ երեխա հարաբերության մեջ տիրող քաոսին։ Я продолжу. Եթե դեմ չեք ուղղակի ռուսերեն խոսեմ, работа в целом представляет адаптацию молодежи. Молодежи, которая не смогла найти себя в обществе. Молодежь, которая не смогла найти общий язык со своими родителями, у которых разные стереотипы, разные взгляды на жизнь. Մեկ վայրկյան հեռուստատիտողի համար պետք է թարգմանել, այսինքն ներկայացման իմաստը ուղղված ավելի շատ երիտասարդությանը, երիտասարդության արդի խնդիրներին, երիտասարդության կապին ծնողների հետ, նրանց բախումներին եւ խնդիրներին, հա։ Մի խոսքով այսօրվա շատ խնդիրներին է, որ երիտասարդին նույնպես հաճելի կլինի հետևել։ Իսկ մեծերին արդյոք կգրավի ներկայացում, թե կասեն երիտասարդ։ Միանշանակ. Որովհետև мы покажем обратную сторону со взгляда молодежи, не только со взгляда взрослых. Ներկայացման եզակի լինելը ու ինչու եմ ես սիրում եւ հանդիսատեսը Գյումրու սիրել է, որ այս ներկայացման մեջ ավելի կարեւոր է նախապատմությունը, քան այն ինչ կատարվում է բեմում, ավելի կարեւոր է այն ինչ եղել է, քան այսինքն հարցը այսպես է. Ինչ է եղել, որ այսպես եղավ։ Եվ ռեժիսոր Լուդվիգ Հարությունյանը ամբողջ ընթացքում պարզեցնում է բեմի վրա, թե ինչ է կատարվում, եւ երբ որ ամեն ինչ արդեն պարզ է, սկսվում է իսկական ողբերգությունը, որից հետո տանում է դեպի կատարսիս։ Այսօրվա հանդիսատեսը հեռուստադիտողը ունի տանը հեռուստացույց, ունի համակարգիչ, որի մեջ կան շատ գրավիչ բաներ, եւ ինչ որտեղ թատրոնը պետք է լինի յուրահատուկ ներկայացումներ նույնպես, որպեսզի գրավեն։ Կա ինչ որ լուսային լուծումներ, բեմական լուծումներ, գրավիչ բաներ, որով այսպես մարդիկ կարող են հիանալ եւ նայել, հա։
Միանշանակ առաջնային ուզում եմ նշեմ երաժշտական ձևավորումը։ Բեմի ձևավորումը։ Բեմի ձևավորումը։ Օրինակ դու ինձ թվում է երգում ես։ Չէ։ Երևույթ շարունակ։ Հնչում եմ։ Չէ։ Պետք չի երգի, չէ։ Ասլող երկու լա։ Բեմից հնչում են Led Zeppelin, Pink Floyd, Metallica եւ նման տիպ խումբեր։ Այնպես որ ես վստահ եմ, որ երիտասարդությանը մոտ է լինելու միանշանակ։ Բարի, այսպես ծանր ռոք, հա, նույնիսկ։ Հասկացա, չէ։ Գյումրիում մեծ արձագանք ունեցավ ներկայացումը ոչ միայն երիտասարդության կողմից, նույնիսկ տարեցները։ Ասում են Գյումրու հանդիսատեսը արդյունք շատ խիստ է, չէ՞։ Շատ խիստ եւ պահանջկոտ։ Չեն ծափահարի, նույնիսկ չնայած որ շատ կիրթ են, իրենց թույլ չեն տա, որպեսզի ներկայացման մի մասից դուրս գան տարիչից, բայց եթե չհավանեն, շատ կտրուկ են արձագանքում։ Այնպես որ ես ավելի շուտ առաջարկում եմ բոլորին մարտի 11-ին Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկա գտնվել ներկայացմանը։ Տոմսերը այնտեղ էլ վաճառվում են Ստանիսլավսկու անվան։ Առհասարակ ասում։ Իսկ ձեզ ուզում եմ հրավիրել։ Վայ, շնորհակալ։ Ձեր հրավիրատոմսերը քիչ էր մնում մոռանայի։ Հասկացա, Գրիշային, հա, թե լավ։ Որովհետև միասին ենք գալու ուղղակի։ Լավ, հետաքրքիր է մեկ այլ հարց տամ, ասում են առհասարակ թատրոնում միշտ բախումներ են լինում երիտասարդների եւ մեծահասակների մեջ, հա։ Ինչպես են երիտասարդական ներկայացումը ընդունում ավելի տարեց, այսպես վաստակավոր արտիստները, ովքեր դիտում են, այսպես չկա, բան, էս ինչ են անում, էս երեխեքը։ Մենք մեր ժամանակ ես ինքս դա չեմ զգացել, երբ որ նոր եմ մտել թատրոն, իմ ավագ գործընկերների կողմից ընդհակառակն է տեղի ունեցել, բոլորը օգնել են եւ շատ մեծ ողջավորությամբ եւ խանդավառությամբ են ընդունում եկող սերնդին։ Հիմա նույնն էլ կատարվում է մեր մյուս սերնդի հետ։ Դեդավշինը հասկացողություն չկա։ Ոչ, ընդհակառակը մեզ շատ են օգնում եւ ամեն ինչով մեր կողքին են եւ շատ են ողջևորում, այո, իհարկե։ Դա շատ լավ է։ Հաճելի։ Շատ փորձերի նրանք ներկա են գտնվում, որպեսզի իրենց խորհուրդներով օգնեն, մենք էլ չենք ամաչում դիմել եւ վստահում ենք մեր ավագ գործընկերներին։ Մենք այսպես խոսում ենք, բայց ես մի բան ասեմ, էլի, ճիշտ են ասում, բաբքեն այս ասում։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ Լսի, բայց ես գիտեմ, ուրեմն մեծ դերասաններից լսել եմ, որ անգամ Սունդուկյան, հիմա անկեղծ եմ ասում, ճիշտ է ինչ որ գիտեմ, որ այնտեղ էլ ա եղել է Ձիդավշինը հասկացնում, ոչ բոլոր, բայց եղել ա որ գիտես, այն կայացած արդեն դերասաններ մեծ փորձ ունեցողներ չեն ընդունում, չէ, կամ այդքան միանգամից այսպես չեն ընդունում, այսպես ասեմ։ Չեն հավատում նրանց ածին, ասում են մինչև որ դերասանը չափածուցի, որ ինքը տաղանդավոր է, լավն է։ Դա Երևանում։ Եվ տեղ Ձիդավշինը Երևանում էր։ Կյանքում, հա։ Դա Գյումրի պոստը։ Հա, Գյումրիում դա բան, հա։ Այսինքն մենք հանմատում հələ ոնց պաշտպանեցին։ Չէ, դուք ոչ թե չեն ընդունում։ Ոնց պաշտպան։ Լավ, փորձեք։ Երիտասարդը արժանի է, եթե նա ունի շնորհք եւ աշխատասիրություն, անպայման մենք պետք է զիջենք եւ այսպես ասած արենա տանք, այո, իհարկե, միանշանակ։ Տարբերությունը Երևանի հանդիսատեսի եւ նայ նշեցի, չէ՞ որ Գյումրի հանդիսատեսը բծախնդիր է եւ շատ լավ հանդիսատես է, բայց խափելու անգամ այսքան իրավունք չունես։ Երևանի հանդիսատեսի մասին չկասեք։ Առնչվել եք, եղել է, որ խաղացել եք։ Եղել է, բայց մեծ դահլիճների մեծ տարիքում չէ։ Չէ, չխաղացել։ Համենայն դեպս ինչ կասեք Երևանյան հանդիսատեսի մասին։ Ես ավելի լավ, եթե դեռ չգիտեք։ Մենք երևի ավելի շատ ընդունել, որովհետև երբ Լյուդվիգ Արությունյանը դնում էր Սերժ Ջազ Սատանա ներկայացումը, մտածում էինք, որ Գյումրու հանդիսատեսը չի ընդունի, որովհետև այնտեղ գրական հայոյան կա, բաց տեսարաններ եւ սլենգային են տարապես։ Մի րոպե, հիմա այստեղ բաց տեսարաններ կա։ Այո։ Լավ էլի Գրիշա։ Տարամ, տիրամ, տայրարամ։ Գրիշան մեծ չափով։ Ինչ որ չափով։ Ինչ որ չափով։ Ապրես ինչքան մարդ արդեն ուզում ա գա։ Ինչքան մարդ ուզում գա։ Երևանի հանդիսատեսի համար ներկայացումներ խաղալ, մեծ բեմերում մեծ ներկայացումներ, ուղղակի տարբերությունը գիտեք որն է։ Երևանի հանդիսատեսը իր արտահայտչամիջոցներում այնքան էլ էմոցիոնալ չի, մի քիչ զուսպ է ավելի։ Իսկ Գյումրիում շատ բուրն է ընդունվում եւ այդ աուրան անմիջապես դու զգում ես, բեմում գտնվելով խաղալով դու զգում ես։ Իսկ Երևանում շատ ավելի զսպված են, եթե տեղեր կան, որ այդտեղ պետք է ծափողջույններ գնային, եթե տեղեր կան ինչ որ դահլիճից միգուցե հուզմունքի եւ այսպես զգացական պահեր լինեին, Երևանում դա չկա, շատ ավելի անտարբեր, մինչեւ վերջ նստում են, միգուցե շատերը հատուկ է այդպես տրամադրված գալիս ու նստում, չգիտեմ, ես չեմ պատկերացնում, բայց Գյումրիում դա չկա, շատ էմոցիոնալ են եւ եթե լավն է, եթե վատն է, այսինքն այդպես։ Այսինքն իներտ վիճակով չեն կարող նստել եւ ներկայացումն այլ։ Իսկ Երևանում ես դա մի քիչ չգիտեմ ճիշտ եմ արտահայտվում թե ոչ,
զգացել եմ մի փոքր։ Հա, կարող ենք այսպես։ Բայց գիտես ինձ ինչ հատում անայդ, եթե Գյումրին ընդունվել է այս ներկայացումը, ուրեմն այստեղ կընդունվի ու կընդունվի։ Իսկ Քրիստինա, այ Բաբկենը նշեց, որ բավականին այսպես տեսարաններ կան բաց եւ այլն, դու ընդգրկված ես թե ոչ եւ արդյոք քեզ համար Я в первом плане։ Հենց առաջինը դու ես, հա, փաստորեն։ Գյումրիում ասենք ծնողներ, չգիտեմ, ինչպես են չեն ասել, աղջիկ ջան, տուն անցնի։ Հանդիսատեսները նայելուց մի պա, նրանք դերասաններ են, նրանց կարելի է։ Այո, հնչել են նման կոմենտարը, երբ որ ասել են, տեսել են, որ մենք համբուրում են, ասել են, դե նրանք դերասաններ են, նրանց ամեն ինչ կարելի է։ Ինձ գիտես ոնց ատում եմ համբուրելու պահ, որ ոնց որ դուք Հեռուստադիտողը ինչ կմտածի գյումրեցի հանդիսատեսի մասին, ոչ թե բաց տեսարաններ են, պարզապես շատ համարձակ ներկայացում են եւ շատ նորմալ է ընդունվել։ Նորմալ է, բա ինչ ան, որ դարում ենք ապրում, պետք է դա լինի։ Մենք դրա մասին ենք խոսում ենք, որ նորմալ է ընդունվել, մենք մտավոր վախություն ունենք, որ չէր ընդունվի, բայց երիտասարդությունը շատ լավ ընդունեց։ Լավ, գանք մրցակցությանը, հա, կա այդպիսի մրցակցություն հենց Երևանի թատրոնի հանդեպ կամ առհասարակ մարզերի թատրոնների այսպես։ Մենք կգնանք նրանց կհաղթենք, կապացուցենք, որ մենք էլ ավելի լավ։ Հատկապես մայրաքաղաքի հետ։ Да, провокация. Не поддавайтесь на провокацию. Мы промолчим։ Окей. Իսկ Բաբկենի պրոմալչում ինչ ապացուցենք։ Չէ, մրցակցություն այսպես ցույց տանք, որ մենք ավելին ենք։ Դե ես չեմ մտածում, որ Երևանի դերասանների մեջ դերասանների, դերակատարների մեջ կան նմանատիպ մարդիկ, որ ուզենան Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին ինչ-որ բան ապացուցեն եւ նույն առողջ մրցակցությամբ մտածում եմ նույնը մեր թատրոնի դերասանները կարիքը չունեն։ Я в мимике покажу, какой реакции мы ждем Երևանի հանդիսատեսից։ Нет, остановите ее։ Ահա, հասկացա։ Բայց այդքան էլ լավ ռեակցիա չէր, իբր փաստորեն Վաչի։ Ինչ որ վատ մինորնի բանը, ինչ որ վատ, ինչ է, բայց ինչ բան է։ Անաշուտ է, պետք է աշխատենք, ստեղծագործենք եւ ներկայացնենք մեր աշխատանքը։ Լավ Դիանա ջան, մի մտածում ենք այդպես էլ հասկացա։ Մենք մի հատված կարող ենք դիտել հիմա ձեր ներկայացումից, որից հետո կվերադառնանք։ Դե ինչ մենք դիտեցինք հատվածեր Ջազ Սատանայից եւ վերջում ինչ կմաղթեք հեռուստատիտողին, ովքեր գալու են նույն հանդիսատեսին եւ բոլոր մայրաքաղաքային մարդկանց։ Մենք բոլորին սպասում ենք, մաղթում եմ բոլորին բարի դիտում եւ հաճելի ժամանց։ Եվ դուք դերասաններ։ Сил, терпения։ Ահա, Բաբկեն։ Ուշ համբերություն։ Եթե անկեղծ մեծ սիրով հրավիրում ենք բոլորին ամսի մարտի 11-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն ժամը 19-ին դիտելու մեր ներկայացումը։ Հուսով եմ ձեր դուրը կգա։ Բայց օգտվելով առիթից դուք շնորհավորեցիք մեր ձեր հյուրերին։ Ես էլ ուզում եմ օգտվելով առիթից շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը եւ ցանկանալ նրանց լինել գեղեցիկ, սիրված եւ առողջ։ Շատ շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Դիանա Մաթյանը, Բաբկեն Զաքարյանը եւ Քրիստինա Զիրոյանը, նրանք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստներն էին։ Ներկայացման անունն էլ Սեր Ջազ Սատանա, կարծում եմ եթերի սերը ես եմ, ջազը մեր հյուրերը, իսկ Սատանան իհարկե Գրիշա։ Գովաստ մեր եթերում։ Հելենա է, փչած ես դրվեց։ Գովաստ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Նայց վայրից հիշեցնեմ, որ կանանց միամսյակը շարունակվում է դանշակում է, Գրիշա միշտ պետք է թեման լինեն կանայք, հասկացար։ Լավ։ Բրիտանացի գիտնականների վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ավելի են հակված ռոմանտիկ բռնկումների, քան կանայք, սուտ։ Ըստ
Մեդլեի պարբերականի հարցմանը մասնակցել է շուրջ 70,000 մարդ տարբեր երկրներից, հարցվածները պատասխանել են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերությունների մասին հարցերին։ Տղամարդկանց 48%-ը հայտարարել է, թե իր կեսին սիրահարվել է առաջին հայացքից։ Կանանց շրջանում նման պատասխան, ուրեմն տվել են միայն 27%։ Միացից բացատրել առաջ հայացքից որն է։ Դա որն է, արտաքինը տեսնում եք վերջ սիրահարվում։ Բայց կարող է աղջիկը հեչ չի պատասխանում քեզ, ինչ է նշանակում առաջ հայացքից։ Ինչ լավ է, որ իմ դերն ես ընդունել, բա տղամարդկանց ասա։ Դուք էլ եք չէ եղել, որ սիրահարվում եք, ո՞նց է։ Ոչ, մենք 27% իսկ դուք մնացածը։ Չնայած ռոմանտիկությանը տղամարդիկ ավելի հակված են դավաճանել իրենց ընկերուհիներին, այդպես ռոմանտիկ սիրահարվում են, հետո ռոմանտիկ էլ դավաճանում։ Բա նորմալ է։ Այլ սիրավետի արկայության մասին խոստովանել է տղամարդկանց 33 եւ կանոնց 19%։ Բա տեսնում ես, հետո մեզ հավասարությունը կա։ Ռոմանտիկայի թեման կշարունակի տեսանյութը։ Դու ռոմանտիկ ես։ Իհարկե։ Երբ որ դավաճանում ես, Թե կան դասեր, կա նաև սեր, 11 տարեկանում արդեն Թումանյանը գիտեր այս մասին, երբ դպրոցի տեսուչի աղջկան Վերգինեին նվիրեց իր առաջին սիրային բանաստեղծությունը։ Եվ թեկուզ մեզնից շատերը պոետ չեն, բայց երևի յուրաքանչյուրս էլ ունենք գրած փոքրիկ մի քառատող, որովհետև հատկապես այդ տարիքում այլ զգացմունքներն արտահայտելու լավագույն տարբերակն է եղել։ Դա ինձ թվում է չգիտակցված սեր է, որովհետև դպրոցում ինչ որ անցել են, այդտեղից է գալիս, այսինքն պարտադիր ծրագրով Եվ գիտենք, որ այնտեղ շատ լավ գրողների կողքին նաև բավականին անարժեք գործեր կան, որոնք պոեզիա չեն։ 21-րդ դար, մետրո, գնացքներ ու շտապող մարդիկ։ Արդյունքում պրագմատիկ այս դարում մեր շարքերում գնալով պակասում են ռոմանտիկները, հետևաբար եւ նրանք, ովքեր սիրում են չափածո գործեր։ Մահը միշտ արդարացված է։ Սևանում է այն, ինչը ջերմակ էր ծնվել, արարվել։ Դաշնամուրը քո խաբել է մեզ, հասցրել խլության ակնթարթի։ Սև ստեղնաշար ամբողջությամբ։ Գերմանացի փիլիսոփա Իմմանուել Կանտը բոլոր արվեստներից ամենաառաջինը համարում էր հենց պոեզիան, բայց հիմա շատերն այն հնացած են համարում։ Ավելի շատ տպագրվող ու ընթերցվող գրականության մեջ էլ պոեզիան շարունակում է զիջել արձակին։ Բանաստեղծությունների ժողովածու այսօր շատ քչերն են գնում։ Տեսել եք բեսթսելեր որևէ ժողովածու բանաստեղծական։ Չկա այդպիսի բան։ Արձակն է, չէ՞, արձակ են գնում։ Այսինքն պոեզիան ավելի ընկալելու համար ավելի դժվար արվեստ է։ Մեզ մոտ ընդունված է, չէ, եթե երգեցիկ չէ, կենացի տեսքով չէ, ուրեմն դա արվեստ չէ։ Այսպեսին պետք է լինի, ասում են պոեզիան, այ սա է էլի։ Չպետք է հանգնես, էլի ասելիքի հետևից, ուղղակի ընթերցես ու հաճույք ստանաս, դա պոեզիան։ Ուղղակի զգացմունքի հետևից է տանում։ Տրամադրություն է պետք, որ sense գալիս է մեկի sense դնես կարդաս երաժշտության հետ։ Պոեզիան ինձ անձամբ կոնկրետ այդ նույն տպավորությունները, նույն էմոցիաները չի փոխանցում, ինչ որ արձակ ստեղծագործությունները։ Ես արձակ ավելի շատ եմ սիրում։ Ավելի շատ արձակ եմ ընթերցում։ Ես տենց ոնց որ չեմ կարդում, չեմ սիրահար չեմ կարդալու։ Անկեղծ ասած ավելի շատ արձակ եմ ընթերցում։ Իհարկե պոեզիա։ Բանաստեղծությունը նման է սրտի կարդիոգրամայի։ Այն ոգևորում է մեզ, երբ սիրահարված ենք։ Այն կրկնակի հաճելի է ընթերցել հատկապես անձրևի ժամանակ։ Այն մեզ ռոմանտիկ է դարձնում անկախ սեռից ու տարիքից։ Ճիշտ ասած բանաստեղծություններից հեռու եմ։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բան եմ սիրում։ Երբ կհոգնես, կգազացես աշխարհից, դարձիր ինձ մոտ։ Վերադարձիր դու նորից։ Հոգիս տանը հաստատվել, տիեզերքն է ողջ պատել, տիեզերքի տերն եմ ես, ով է արդյոք նկատել։ Տիգրանիկս գուլպաչունի հանդե գնում ոտաբաց, բազմած լուսնի նուրբ շողերին, հովիթևին, թրջելով։ Կուզեի նստել այս քարի վրա եւ անverջ նայել իմ Արարատին։ Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին։ Քանի սա այս կյանքում։ Ես էլի գիժ մնացի։ Իդեպ Եվրոպայում եւ ցարական Ռուսաստանում ազնվականները նախընտրում էին հենց հանգերով խոսել։ Պոետական խոսելաոճն այդ շրջանում իսկական մշակույթի էր վերածվել, որի պատառիկներից մեկն է այն, ինչ մենք հիմա ասմունք ենք համարում։ Եթե անգամ մեծ պորտկման պահին է գրվել, պետք չի այդ պորտկումով դա կարդալ։ Պետք է հանգիստ մատուցել։ Պետք է կարողանաս նաեւ տեղ հասցնել։ Արձակում հիմնականում ընթերցողն է, չէ՞ կարդում։ Ընթերցողի ուսերին է դրված արդեն, ինքն է ընկալում։ Եթե աշուն, ուրեմն Տերյան, եթե ըմբոստություն, ուրեմն Չարենց, եթե մայրական սեր, ուրեմն Շիրազ։ Նրանք արդեն չկան, բայց այն հոգեվիճակն ու զգացմունքները, որոնք պոետները փոխանցել են չափածո տողերի շնորհիվ, երևի ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէր լինի արտահայտել։ Նելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթում։
Նորից բարև ձեզ եւ հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է իմ անտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, որովայնի 4D սոնոգրաֆիա։ Գործում է էքսպրես լաբորատորիա, իսկ վահանաձև գեղձի ստուգումը, ողնաշարի զննումը եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգումը անվճար է։ Անվճար է նաեւ բժշկական խորհրդատվությունը իմա բժշկական կենտրոն Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1։ Հեռախոս 50 80 50 զանգարեք եւ բուժվեք սիլերուստայտան։ Կանայք համային ավելի շատ զգայարաններ ունեն, քան տղամարդիկ, Գրիշա, հասկանում ես։ Որոշ կանանց մոտ հանդիպում են գենետիկ մուտացիա, որն օգնում է տարբերել գույների միլիոնավոր լրացուցիչ երանգներից։ Դուք ասում ես կապույտ գլխարկզբեր շագանակագույնն եք բերում, հասկանում ես։ Այդ գույների բան չեք տարբերում։ Իգական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են թարթում, քան տղամարդիկ եւ ավելի արագ բաբախող սիրտ ունեն։ Բա իհարկե, մեր սիրտը այդքան բանի, որ դիմանումա բաբախի։ Ուսումնասիրությունները փաստում են, որ բարձրահասակ կանայք ավելի խոցելի են օնկոլոգիական հիվանդությունների առումով։ Դա լավ չէ, դա լավ չէ։ Դե լավ, այժմ առաջարկում ենք ծանոթանալ մեր պատրաստած առողջության հերթական բանաձևին։ Օրվա դեղատոմս։ Իհարկե։ Օրվա դեղատոմս գնացինք։ Մենք շարունակում ենք ձեր դեղատուփն առստացնել օգտակար դեղատոմսերով, այս անգամ դրանք ուղղված են փոր լուծությանը, մանրամասները Մարիամ Վահանյանի հետ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ժողովրդական բժշկությունը փոր լուծության դեմ ինչ դեղատոմսեր է առաջարկում։ Իհարկե, փոր լուծությունը առաջանում է տարբեր պատճառներով եւ ժառանգական գործոնը նպաստում է եւ սննդակարգը եւ բացի այդ նյարդային համակարգի խանգարվելը, դրա համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է ուղղակի վարսակի բաղադրությունը, ընդ որում ասեմ, որ վարսակի այս բաղադրությունը նաեւ ոչ միայն նպաստում է փորլուծությունը կանխելուն, այլ նպաստում է նաեւ այս բաղադրությունը, որ պետք է ասեմ, նաեւ որ աղիների գործունեությունը լավանա եւ նյութափոխանակությունը կարգավորվի։ Ուղղակի վերցնում ենք մեր բաղադրությունը պետք է ասեմ 1 բաժակ վարսակին 1 լիտր թորած ջուրը, մենք ուղղակի եւ մենք այսօր կվերցնենք 2 թեյի գթալ վարսակը 1 բաժակ ջրով, ընդ որում պետք է անպայման ջուրը լինի թորված եւ 1 լիտր լցնելուց հետո թողնում ենք 12-ից 13 ժամ, որ այդպես մնա, մի 2-3 անգամ անընդհատ պետք է խառնել։ Այնուհետև 12-13 ժամ մնալուց հետո դնում ենք կրակի վրա, ընդ որում պետք է արագ երբ հասցնում ենք եռման աստիճանի, շատ դանդաղեցնել, շատ մարմանդ կրակի վրա, կափարի չափին փակած եւ թողնել մոտավորապես կես ժամ, որպեսզի լավ եռա։ Թողնում ենք նորից սառչի, սառչելուց հետո իհարկե քամում ենք եւ եթե այս բաղադրությունը քչացել է 1 լիտր ջրով, ուրեմն պետք է ավելացնենք նորից թորած ջուր այնքան, որ հասնի 1 լիտր չափաբաժնին եւ օգտագործել օրը 3-4 անգամ 150 գրամից եւ օրգանիզմը մաքրվում է, նյութափոխանակությունը կարգավորում է, շլակները վերանում են, թույները գնում են օրգանիզմից եւ բացի այդ կարգավորում է այս բաղադրությունը աղիների ֆունկցիան, պերիստատիկան լավացնում է եւ աղիները գործում են ամեն օր առանց խնդիր առաջացնելու։ Նաեւ շատ լավ օգնում է արյուն խմիչքը, նույնիսկ այն օգնում է նաեւ այն դեպքում, եթե կա աղիներում անգամ արյունահոսություն, երբ արդեն փորլուծությունը բավականին խորը process է եւ արդեն սկսում է արյունալուծություն։ Այդ պատճառով պետք է վերցնել արյունախմիչք, ընդամենը 2 ճաշի գթալը 2 բաժակ ջրին, եռացած ջրին եւ պետք է թողնել կրակի վրա 2-3 րոպե, այնուհետեւ քամելուց հետո 20 րոպեից հետո մենք խմում ենք ճաշի գթալով, 1 ճաշի գթալով 4-5-6 անգամ օրը։
մինչ ուտելը, ընդ որում ուտելուց 30 րոպե առաջ, որպեսզի կարողանա իր գործունեությունը կատարի։ Եվ բացի այդ, բոլորիս արդեն հայտնի է մեր նռանկաճեպը ուղղակի մաքրում ենք, եթե թարմ է թարմ ձևով, եթե չորացված է չորացված, վերցնում ենք 2-3 ճաշի գթար նռանկաճեպ եւ լցնում եռացած ջրի մեջ, թողնում 2-3 րոպե մարման կրակին, որպեսզի եռա, եւ ավելացնում ենք իհարկե 3 բաժակ ջուր։ Քամելուց հետո տտպող համ ունի, մի քիչ դառն է, բայց հրաշալի օգնում է, արագ կանգնեցնում է արյունահոսությունը, կանգնեցնում է փորլուծությունը եւ նորից խնդիր չենք ունենում։ Նաեւ կարող եմ ասել, ձվի բաղադրությունը, վերցնում ենք ձվի դեղնուցը, վերցնում ենք 1 թեյ գթալ կոնյակ, երկուսը իրար հետ խառնում ենք եւ ավելացնում մի փոքր 2-3 գթալ ջուր։ Օգտագործվում է 1 թեյի գտալից եւ արագ նորից վերականգնում ստամոքսի գործունեությունը, կանգնեցնում է փորլուծությունը։ Շնորհակալություն, պահպանեք ձեր առողջությունը, նաև մեր դեղատոմսերին հետևելով։ Իսկ եթե ինչ-որ բան բաց եք թողել, հոգ չէ, մենք հասանելի ենք նաև on-line տիրույթում։ Փնտրեք ու գտեք։ Կանանց միամսյակն է շարունակվում, իսկ մենք գովազդ ենք տես դիտում։ Շատ լավ հյուր ենք ունենալու կարճաթև գովազդից հետո, գովազդ, գնացինք։ Այսօր կնոջ կերպարի, դերի եւ պարտականությունների մասին մենք խոսելու ենք միշտ հետաքրքիր, միշտ օրիգինալ, գեղեցկուհի ռադիովան ռադիոկայանի տնօրեն Շուշանի Կարևշատյանի հետ բարև ձեզ։ Եվ մի անգամից շնորհավորում ենք ձեզ մարտի 8-ի կապակցությամբ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Շատ հերոստանգերության կողմից եւ առավոտը շանթում մեր ծրագրի կողմից։ Այո, Շուշանի Կարևշատյանն էլ անմասն չի մնացել շնորհավորանքից եւ մեզ էլ է նվիրել։ Այո, շնորհակալ ենք։ Շատ ուշադիր է։ Եվ նախ ինչպես եք վերաբերվում առհասարակ սեռերի, այսպես ասած, տարբերություններին եւ արդյոք հիմա մեզ մոտ կա այդ գենդերային հավասարությունը, թե ամեն դեպքում անհավասարություն միշտ կա։ Գիտեք ինչ, նայելով ինչ է կատարում Եվրոպայում, ես մեծ հաճույքով ուզում եմ ասել, թող մեզ մոտ լինի գենդերային տարբերություն, թող լինի տարբերություն։ Ես կողմ եմ այդ տարբերությանը, թող լինեն տղամարդիկ տղամարդ, թող լինեն կանայք կանայք, թող երեխաները իմանան իրենց սեռը արդեն ծնվածից օրից, ոչ թե այն ինչ որ կատարում է հիմա Եվրոպաներում եւ նայում ես եւ ապշում ես։ Այո, մեզ մոտ կա եւ դա վատ չի։ Բայց էլ եթե համեմատենք, դուք ինձ հետ կհամաձայնվեք։ Մոտ չգիտեմ 30 տարի առաջ, որ կինը ասենք թե, չգիտեմ, վարել մեքենա, դա ասեք, որ դա անսովոր բան էր։ Ես հիշում եմ դպրոցից միայն մի հատ կին կար, որ մեքենա ուներ վարում էր, մենք բոլոր տղամարդկանցով, նու մեր հավաք, չէ, զարմանալու է։ Էլ չեմ ասում բիզնեսի տեր եւ այլն։ Համաձայն եք, չէ՞, որ հիմա շատ են կանայք, բիզնեսմեններ, խոսքով այդ քո ասած արդեն տենց չի, ոնց որ այն ժամանակ։ Բայց թող լինի տարբերություն։ Պետք է մի քիչ մնա, չէ՞։ Դուք ուզում եք ընդհանրապես չլինի, չէ՞։ Դուք ընդունում եք, որ լավ է, որ կինը առաջ է գնում, արդեն իր տեղ ունի հասարակության մեջ, բայց նաև տղամարդը պետք է իրի առավել լինի։ Չափ ու սահմանի մեջ, այո, լրիվ համաձայն եմ։ Ասեմ ինչու, կան ոլորտներ, որտեղ որ կան, ես կնոջ դերը չեմ տեսնում։ Օրինակի համար դուք պատկերացնում եք, ինչքան կարող եք հիշել կանանց խիրուրգներ, որոնք որ անում են ծանր վիրահատություններ։ Շատ չեք հիշի։ Կինը, եթե դա բժիշկ է, դա թերապևտ, պեդիատր, գինեկոլոգ, չէ, թեթև, բայց ծանր վիրահատություններ անելով կինը շատ քիչ կգտնեք այդպիսին, այսինքն ձեր ասածը թող լինեն, բայց չափի մեջ։ Բայց գուցե հնարավորություն չի տրվել, որ դրսևորեն։ Չէ, հնարավորության բան չի, դա ծանր աշխատանք է։ Պատկերացնում եք կին մետալուրգ կամ կին, չգիտեմ, շախտյոր։ Ճիշտ է, ուրեմն դիրքեր կա, որտեղ միանշանակ տղամարդիկ պետք է լինեն եւ վերջ։ Իսկ ին քաղաքական գործիչ կամ նախագահ, օրինակ, ինչպես կվերաբերվեք։ Լավ կվերաբերվեմ, ինչու՞ չէ։ Եթե մեր երկրում օրինակ Հայաստանը պատկերացնում եք։ Այո, լավ կլիներ։ Օրինակ Գրիտ Ալեքսանդրովնան շատ լավ կլիներ, առաջի տիկինը կլիներ նախարար, շատ լավ։ Պատկերացնում, ոչ պատերազմ կլիներ, ոչ ագրեսիա կլիներ, ինձ թվում է, բոլոր համերաշխլավ, կանայք իրար կասկնային, այո, շատ սիրուն կստացվեր, շատ լավ։ Ես պատկերացնում եմ կին նախագահ, իհարկե ինչու ոչ, քաղաքական գործիչ էլ, այո, որովհետև գիտեք ինչ, կինը բնազդաբար դեմ է ագրեսիայի, չէ, դեմ է, ինքը ուզում է, որ միշտ լինի համերաշխություն,
Բայց կա է կանանց նախանց կա չեն, այն որ մազերից են, Բայց ասում են կինն էլ եթե ագրեսիվ է, ավելի ագրեսիվ է, քան տղամարդը։ Ունակ մենք գիտենք ինչ որ այդ как ее звали Տիմոշենկո մի հատ ունենք տենց ագրեսիվ շատ էլ հիշում եք տենց ագրեսիվ քաղաքական գործիչներին Չէ ոնց որ Ես չէ Էդ էլ մի հատ էլ թորիմացություն է հիմնականում իրանք բոլորը համերաշխ են այսինքն ուզում են որ լինի մեզ մոտ տենց ագրեսիվ քաղաքական գործիչներ կանայք որ այդպես շատ մեծ դերակատարն ունեն դժվար Տես թեթե Լավ, հետաքրքիր է, տղամարդկանց մոտ միշտ կանանց դեպքում ծագում է մի հարց, ինչ է ուզում կինը։ Դուք ունեք ձեր բանաձև, թե ինչ են ուզում կանայք առհասարակ, թե դա միշտ էսպես անհասկանալի։ Ինձ համար կինը ուզում է լինել ներդաշնակ։ Այդ ներդաշնակության մեջ, այդ ֆորմուլայի մեջ կան տարբեր բանաձևեր։ Ինչ են նշանակում ներդաշնակ օրինակ իմ համար կամ իմ Պակալենիայի համար դա այլ է, ինչ են ուզում այսօր ավելի երիտասարդ կանայք երևի այլ է, բայց լինել ներդաշնակ դա ինձ թվում է դա հենց այդն է ինչ որ պետք է։ Իսկ կասեք ամուսնու մասին, այն ամուսնու մասին, ում կինը ղեկավար է։ Հայաստանը մի քիչ անսովոր չի, ես բան չունեմ դրա դեմ, բայց համաձայնվեք, որ ինչ-որ բան կխղճամ նման տղամարդու այսօր Հայաստանում եթե կինը ղեկավար է, ինքը նեղվում է, գիտեք ինչու։ Ոչ թե ինքն է նեղում, այլ իրան նեղում է մեր հասարակությունը, որտեղ եթե մեր հասարակությունը չի ընդունում հասարակության մեջ չի ընդունում, եթե կինը ղեկավար է, ամուսինը, այսքան պատ կաբլուշնիկ է դառնում, հա, թեկուզ եթե ինքը ավելի շատ գումարներ է անգամ աշխատում, միևնույն է, բայց ամեն մի տղամարդ, ես ձեզ ասեմ, չի կարողանա հանդուրժի, ամեն մի տղամարդ չի, որ կարողանա հանդուրժի, աշխատող, ավելի բարձր, համ պաշտոնով, համ աշխատավարձով մի դայբոք։ Ինֆարկտի բունա, այո։ Այսինքն ես ծանր եմ այդ տղամարդկանց դերը։ Դիկին Շուշանիկ, օրինակ վերջերս շատ են շատացել այն կանայք, ովքեր աշխատանքի մեջ իսկապես գտնում են հաջողություն, բայց անձնական կյանքը դրվում է մեկ կողմ։ Կարծես թե կինը ինչքան շատ է կանում, այդքան շատ բծախնդիր է դառնում եւ չի գտնում այն տղամարդուն, ով իրեն արժե։ Դա ինչի՞ց է, այնց որ մեր տղամարդիկ այդքան չկան, թե մենք ենք արդեն այսպես մեզ։ Այդ հարց ունի երկու պատասխան։ Նայեք տեսեք, երբ որ դու ամուսնանում ես 20 տարեկան հասակում, բնականաբար քո պահանջները շատ քիչ են։ Դու հավատում ես ինչ-որ հրաշքների, երազների, արքայազնի, ռոմանտիկ է շատ եւ տղամարդը, ցանկացած տղամարդը քեզ թվում է ամենագեղեցիկ, ամենահզոր, ամենալավը եւ դու ամուսնանում ես։ Իսկ հետո սկսվում է հետոն։ Եթե այդ տղամարդը չի համապատասխանում իրականում քո պատկերացմանը, այսինքն սկսվում են խնդիրներ։ Բայց հիմա նայեք այդ մեկը, եթե դու ամուսնանում ես 30 անց, 35, 36, մի դայբոք 40 տարեկան հասակում, բնականաբար այդ իլյուզիաները կործանվում են, ոչ չկա այդ իլյուզիաները։ Իրատես ես ավելի։ Ինչու՞մ է խնդիրը, տղամարդու մեջ կամ քո մեջ։ Իսկն մեր մեջ էլ կա այդ մեղքը, դե թող լինենք մենք այդքան ռոմանտիկ, կարողանայինք հավատալ, որ լավը կլինի եւ ամուսնանանք։ Իսկն միանշանակ չի պատասխանը։ Եվ տղամարդիկ են չեն, եւ մենք ենք դառնում բծախնդիր, եւ հետո եթե մինչեւ 40 տարեկան չեք ամուսնացել, դե պետք էլ չի էլի երևի։ Դե լավ, այլ ուրիշ բաների զբաղվեք։ Ուրիշ բաներ։ Ոչ մեկի կյանքը չեք փչացնի։ Չեք փչացնի։ Այո։ Այսինքն նորմալ է, ամեն մարդ թողի ճակատագրով։ Ամեն ինչ է պրագմատիկ։ Պիտի ով ասեց, որ բոլորը պիտի ամուսնանան։ Ով ասեց դա։ Իսկական է։ Որտեղ է դա գրված։ Կինը կարող է եւ տղամարդը լինի երջանիկ վնի սիմի։ Իսկ ինչպես եք վերաբերվում պարզապես նույն երեխա ունենալուն, ասում են կինը ստեղծված է նրա համար, որպեսզի մայրանայի վերջո։ Իսկ եթե ամուսնացած չէ, բայց ցանկամ է մայրանալ, նորմալ է։ Այսօր խոսում ենք շատ հաճախ, հիմա էլի այն տարիներին չկար։ Ավելի շատ են կանայք, ովքեր առանց ամուսնուների երեխա են։ Առանց ամուսնուների ասեմ, ես մի ժամանակ ես կողմ էի։ Հիմա նայելով այն կանանց, որոնք որ այդ քալի դիմեցին եւ տեսնում են ոնց են իրանք ապրում, ես հիմա դեմ եմ, որտեղ երեխան երկու կողմանի ծնող պիտի ունենա։ Չի կարող երեխան կես ընտանիքում ճիշտ եւ ներդաշնակ մեծանալ։ Կարա, բայց լիարժեք չի լինելու։ Լիարժեք չի լինելու։ Ուրիշ բան, եթե լիներ ընտանիք եւ papan բաժանվեր կամ մի դայբոք մահանար կամ ինչ որ տենց մի բան, դա ուրիշ է։ Բայց որ կանայք գնում են այդ քայլի եւ ունենում են
Առանց տղամարդի դժբախտաբար դա իհարկե մարյանալը դա մեծ երջանկություն է, բայց երեխայի նկատմամբ դա մեծ պատասխանատվություն է, որովհետև լիարժեք չի ընտանիքը եւ երեխան, որը մեծանում է նման ընտանիքում, դա իմ սեփական կարծիքն է։ Ես համաձայն։ Այդ դուք խոսեցիք Եվրոպայում, թե ինչ մեծ փոփոխություններ են եղել, եթե քննարկենք Հայաստանը, հա, մեր պետությունում վերջին շրջանում որակական ինչ փոփոխություններ կան տղամարդու մեջ եւ կնոջ մեջ, ըստ ձեզ, եւ արդյոք դրական են դրանք, թե բացասական։ 20 տարվա ընթացքում, եկող 20 տարվա այդ անկախության ժամանակ այնպեսի խաոս էր տիրում եւ բնականաբար 20 տարվա ընթացքում ձևավորվեց վատ կանանց եւ վատ տղամարդու կերպար։ Դա անցան գնացին այդ դժվար տարիները եւ հիմա ես ասեմ ձեզ անկեղծ 2-3 տարի ընթացքում, այս վերջի 2-3 տարվա ընթացքում նկատում եմ, որ կա դրական շարժ, թե կանանց, չգիտեմ դուք նկատում եք թե չէ, թե կանանց մեջ այդ կերպարից դուրս գալը վիճակ, այդ դուրս գալը եւ տղամարդկանց մեջ։ Այսինքն ռուսերեն ասած, всё стало на свои места։ Վատը վատն է, բայց լավն էլ ձևավորվեց։ Գիտեք, մինչև դա կար խաոս, լավը, վատը չէինք հասկանում որտեղ արվելիչն ինչ ասա, խառնել էր իրար։ Իսկ հիմա ես նկատում եմ, որ շատ հեշտ է տարբերել վատը վատից եւ լավը լավից։ Մենք տեսնում ենք համ վատը, համ լավը։ Եվ այդ քաոսային վիճակից արդեն մենք դուրս ենք եկել, ինչը որ շատ լավ է։ Եվ հույսով եմ, որ ժամանակի ընթացքում մի 5 տարուց հետո մենք կձևավորենք արդեն ճիշտ տղամարդու կերպարը եւ ճիշտ կանանց կերպարը։ Այդպես ես տեսնում եմ լավ հույսեր եմ ունենում։ Ես էլ եմ առաջընթաց զգում եմ միանշանակ։ Այո, միանշանակ։ Իսկ կարող եք հասկանալ այն տղամարդկանց, ովքեր արգելքներ են դնում իրենց կանանց հանդեպ, ասենք կամ աշխատանք կամ չկան նման տղամարդիկ արդեն քիչ են։ Իսկ մարզերում արդեն քիչ են։ Անգամ այն տղամարդիկ են գյուղից, խուլ գյուղերից, որ գնում են Խոփան, գնում են Պոդմոսկովիե, կամ չէ Ուլյուպինսկ, իրենք տեսնում են Մաշան, Դաշան, Սաշան ոնց են ապրում, գալիս են ներկայացրածի պերը արդեն փոխվում է, ես ասում եմ, որ Մաշան կարա մենք իմ թող Նազենին էլ թող գնա աշխատի։ Այսինքն դրական է շատ։ Դու պատկերացնում ես, եթե ինքը դուրս չգար իր խուլ գյուղից Եվ այդպես այդ խուլ գյուղում մնար, ոչ մի բան չէր փոխվի իր մոտ։ Իսկ այդպես ինքը ինչ որ մի բան է տեսնում եւ հասկանում է։ Բայց երբեմն ասում են թող Մաշան այո կարա, բայց ինքինը միշտ նազավացեք։ Ես իմ սեփական կարծիքն եմ նորից հայտնում, որ դա էլ է արդեն անցնում։ Փոխվում է ժամանակը, այնքան արագ է փոխվում, մենք էլ անգամ չենք նկատում, ինչքան արագ է ամեն ինչը փոխվում։ Մի հատ հարց ունեմ, էլի տղամարդու պոզիցիայից։ Իսկապես կարելի է կնոջը մինչև վերջ հասկանալ։ Ոչ։ Եթե տղամարդը մինչև վերջ հասկանա կնոջը, այնքան անհետաքրքիր կլինի իր համար, որ ինքը դա արդեն կարդացված գրքի պես կփակի եւ կանցնի նորից կգնա գրադարան փնտրելու նոր հետաքրքիր։ Բայց ինչ որ չափով պետքա չէ հասկանալ։ Ինչ որ չափով այո, բայց մինչև վերջ չէ։ Իսկ համաձայն եք այն մտքի հետ, որ երբ տղամարդը դավաճանում է կնոջը, դա կնոջից է գալիս, այսինքն գուցե այդ գիրքը արդեն իսկապես կարդացվել, որ նորն է փնտրում, թե տղամարդիկ պարզապես չեն կարողանում։ Չի կարող, եթե ինչ որ մի վատ բան է տեղի ունենում, ձեր ասած դավաճանությունը չի կարող մեկը լինել, միայն մեկը լինի մեղավոր։ Դա էլի երկու կողմն է։ Մեկը թույլ է տալիս, որ դա լինի, մեկն էլ առիթավորվում է։ Բայց իսկապես այդ թեման շարունակելով դուք շատ մոդրիկին եք խելացի իսկապես։ Նայեք, շատ ընտանիքներ կան, ես էլ իմ կյանքում ունեմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք իսկապես ամեն ինչ լավ է, նորմալ է, բան է, բայց դավաճանությունը միևնույն է տեղ ունի կյանքում տղամարդու։ Ինչից է դա։ Դուք էլ ինչն է պատճառը։ Լավ, որտեղ խնդիրներ կան, հասկացա ես, բայց կա որ խնդիրներ չկան, բայց դե ձեռի հետ, լավ, այլ է, հետաքրքիր է։ Կարծիքն է դա։ Հավես այլ է կողքից մի հատ սիրուի պահելը։ Անպայման, գիտեք ինչը, որովհետև իմ ընկերը պահում է, начальникս պահում է, տնօրենս անում է, դիպուտատը անում է, դիպուտատից ավել չգիտեմ։ Այսինքն դա է, այսինքն նա մեր, նայեք, ինչն է, որ մեզ պնդում է վերցնել նման 44444 մեքենայի համարներ, կամ 00002 հեռախոսի համարներ, կամ քշել նման միայն մի մագնիշի մեքենա, կամ հագնվել այն բրենդային խանութում, կամ գնալ այս Վարշավի մոդայա, պրեստիժա, հա? Դա իմիջի ձևավորման կոմպոնենտ է։
Սիրուհին նույնպես մտնում է այդ Այո, այո, ինքը կարող է այդ խեղճ տղամարդը հավես էլ չունի, ժամանակ էլ չունի, մեծ հաճույքով կգար մի հատ դիվանին կպարկեր տելևիզոր կնայեր, բայց ինքը պիտի գնա, Սիրուհիներով գնա քաղաքից ինքը պիտի գնա, որ ինքը պիտի գնա, որտեղ դա իմիջային կոմպանիա է, ոնց որ մեքենայի մակնիշ, ոնց որ հեռախոսի համարներ, ոնց որ բրենդային հագուստ եւ այլը, դա է։ Դա տեսնում ես։ 90%-ը տղամարդիկ։ Ալայտը տխրեց։ Այսինքն հետևություն անենք դրանից, որ տղամարդիկ իսկապես թույլ են եւ կարծրատիպերին գերի, հա։ Տղամարդիկ ավելի շատ կախված են հասարակական կարծիքից, ավելի շատ։ Չի կարող կողքի գիքորը ամեն ինչ ունենա, ինքն էլ տեսնի ինչ անում, ես էլ չանեմ։ Շատերը։ Ու դա շատ վատ է, որովհետեւ այնքան հետաքրքիր բաներ կա բացի այդ կոմպոնենտներից, որով մենք ոնց որ մի մամայա մեզ բոլորիս լույս աշխարհ բերել, տեսեք մենք ոնց ենք հագնվում, ոնց ենք հարդարվում, ինչ մեքենաներ, բոլորը միայն դուն են։ Ես մեկ-մեկ տեսնում եմ աղջիկներին, չեմ ասում, բարև ձեզ, ասում եմ մենք արդեն ծանոթ ենք ասում, հայ, չեմ տարբերում դեմքները։ Բոլորը կարծիքներից, սարքված անտուրաժից, կաբլուկներից, շտուկները, աչքերը, ունքերը, տատուաժ արած բոլորինը նույնը նման միատիպ։ Պետք է տարբերվել։ Ինչի, այն նույնն են մենք դա ենք անում, տղամարդիկ էլ սիրուհի են պահում։ Նորմալ է։ Այսինքն մենք էլ ունենք մեր չեն ուզում իրանք, ուղղակի պետք է։ Չնայած հասարակությունը շատ ավելի է կանանց մասին խոսում, բայց մենք ավելի համարձակ պետք է։ Չեմ ուզում, պետք է։ Տիկին Շուշանիկ, դուք ձեր բնույթով շատ այսպես համարձակ եք, լիդեր եք, կայացել եք ձեր գործում, բայց երբեմն ասում են նրանք, ովքեր կայացել են գործում, ինչ որտեղ պակասում է անձնակազմը։ Ձեր մոտ երբեք այդ խնդիրը չի եղել։ Միշտ եղել է այդ խնդիրը, բնականաբար։ Եկան խոսեցինք, պատկերացնում եք մի տղամարդ, որ իմ կողքն է, ասում եմ, ես խղճում եմ նրան, որովհետև այդ լիդեր լինել, այդ անընդհատ 28 ժամ աշխատելը, դե որ մեկը դիմանա։ Շատ դժվար է, որ մեկը դիմանա։ Իհարկե, իմ աշխատանքը բնականաբար պակասեցնում եմ անձնական երջանկությունը, բայց ես հավատացեք դրանից ինձ չեմ զգում ավելի չերջանիկ եւ ես նորմալ մարդ եմ, չկա երջանկություն անձնական, մենք գտնում ենք ուրիշ երջանկություն, օրինակ, չգիտեմ, ոյաժներ, պուտեշեստրիա, սպորտ, տարբեր մարդկանց հետ հանդիպելը, դա էլ է ինչ-որ լրացնում, կարող եմ ասել, որ գուցե եւ ես կդառնամ մի 20 տարուց շատ ծեր տատիկ եւ կուզենամ, որ կողքս մի պապիկ լինի եւ այդ ժամանակ ես կզղջամ, որ ինչի համար էր, որ ես այսպես մենակ, բայց հավատացեք, եթե ես ունենամ, կուզենամ ունենալ այդպիսի ծիրուկ, ինքը կլինի իմ կողքը եւ մենք իրար հետ թեք խմենք։ Ես կճարեմ, եթե ինձ պետք լինի։ Մի բաժակ, որ մի բաժակ ջուր տվողը, այդ մի բաժակ ջուր տվողը կհայտնվի, կարևոր չի։ Կհայտնվի, հա, այսինքն եթե ինչ-որ մի բան ուզում ես, պարտադիր կլինի։ Իսկ այդ ապերջանկության մեջ կան նաեւ երեխաներ եւ նրանց հետ շփվելու ժամանակը, որ դուք ասենք մտածում եք, որ քիչ եք։ Ես հիմա ունեմ թորնիկ, ինքը 8 ամսական է եւ ամենասիրած իմ կյանքի տղամարդն են, որտեղ ես առավոտը շուտ վեր եմ կենում, որպեսզի գնամ իր հետ հանդիպմանը եւ տեսնեմ իրեն, եւ երեկոյան թողնում եմ այդ կլաբերը, հանդիպումները եւ վազում եմ նորից իր մոտ, որպեսզի գրկեմ եւ ստանամ այդ պոզիտիվ, այդ երջանկությունը, որը ես իրենից ստանում եմ եւ ամենասիրված տղամարդը բա դա անձնական երջանկություն չի, այլ ինչ է։ Իհարկե, ամեն մարդ պետք է գտնի իր անձնական երջանկությունը, դուք արդեն գտել եք։ Իսկ ինչ կմաղթեք մեր կանանց, ովքեր դիտում են, այն կանանց, ովքեր գուցե շատ խնդիրներ ունեն, ովքեր ունեն դեռ այն ամուսիններից, որ դուք ասում եք արդեն չկան, բայց նրանք կան, վստահ եմ։ Ինչպես նա են այս կյանքին։ Ես գիտեմ կանանք, որոնք որ դժբախտ են անձնական կյանքում, ունենալով երեխաներ, ունենալով ամուսին, բայց շատ դժբախտ են։ Ուզում եմ մաղթեմ բոլորիս, որ մենք լինենք ավելի ազատ, ոչ թե մեր դիրքորոշման մեջ լինենք ազատ, որպեսզի մենք ունենանք ընտրություն եւ կարողանանք այդ ընտրությունը կատարենք եւ լինենք ավելի խիզախ եւ ոչ մի բանից չվախենանք, կարողանալով պահել մեր մեջ դաշնակությունը, երջանկությունը ներսում, որտեւ հավատացեք, որ երջանկությունը մեզանից դուրս չի, այլ մեր ներսում է։ Ուզում ես լինել երջանիկ, եղիր եւ վերջ։ Շատ հեշտ բանաձև։ Բարի եւս մեկ ցավոտ թեմա, հա, ամուսնալուծությունների պատճառների թվում սոցիալական վիճակը երրորդ տեղում է, առաջին տեղում ըմբռնման պակասն է եւ երկրորդը հարազատները։
Ինչպես է կարծում համաձայն եք այս Ես այսօր առավոտյան ինչ-որ հաղորդում դիտեցի և լսեցի ստատիստիկա, որ Հայաստանում շատացել է 3 անգամ շատացել է ամուսնալուծության այդ պրոցեսը։ Շատ վատ է և գիտեք ինչ, իրավաբանները պահանջում են, որպեսզի այդ պրոցեսը դժվարացնենք, որտեղ շատ հեշտ է, մի հատ դիմում ես գրում և բաժանվում ես, մի հատ դիմում ես գրում ամուսնանում ես, հետո 2 ամիս մի հատ դիմում ես գրում բաժանվում ես և այդպես ես զույգեր գիտենք, որոնք որ տարիների ընթացքում 6 անգամ բաժանվել են իրար հետ և ամուսնացել են։ Հա, ուզում եմ ասել, որ ճիշտ է երևակայի այդ պրոցեսը, եթե մենք դժվարացնենք, իրավաբանորեն այդ պրոցեսը դժվարացնենք, երևակայի տենց շատ չի լինի ամուսնալուծություն, դա մեկ։ Կմտածեն, երկրորդը, այո, այդ պատճառները, որ դուք ասեցիք, տեղի ունեն։ Եվ ես չեմ հասկանում, մարդիկ ինչ-որ ագրեսիվ են դարձել իրար նկատմամբ, պահանջկոտ, ես հիշում եմ ունակ 92-93 թվականներում, երբ որ մենք իսկապես շատ վատ էինք ապրում, շատ վատ, իսկապես որ ունենք հացի խնդիր, այսօր մենք հացի խնդիր չունենք։ Մենք ունենք այդ ժամանակ հացի խնդիր, բայց մենք այնքան ավելի մարդ էինք իրար նկատմամբ, այնքան ջերմ էինք իրար նկանիքների նկատմամբ, քան հիմա։ Անահիտը դա չի հիշի, բայց մենք հիշում ենք։ Եվ լավա որ չես հիշի, դա դժան տարիներ է, բայց վատա որ չես հիշի այն ինչ որ մեզ ամրացնում էր, հիշում ես, շատ դժվար էր, բայց այնքան հեշտ էր մեզ համար ապրելը։ Ես չգիտեմ, մարդկանցից է դա, մարդիկ դարձել են ավելի ագրեսիվ, ավելի քիչ։ Ես ամեն հունվար գնում եմ Հնդկաստան։ 1 ամիս անցկացնում եմ Հնդկաստանում։ Գիտեք ինչ, տոտալ նիշիտա, շատ վատ է, աղքատությունը, այն ծայրահեղ աղքատություն։ Բայց երբ որ նայում ես այդ մարդկանց, դու հավատում ես, որ մարդը կարող է լինել երջանիկ, որտեվ դուք չեք պատկերացնում իրենց մեջից այդ երջանկությունը եւ սերը ոնց է դուրս գալիս այդ սև աչքերով, ոնց որ ֆանարներ նայում են քեզ վրա, ես ինքս ամանչում ես ինքդ քեզանից, որ ամեն ինչ ունենալով դու չես կարողանում լինել երջանիկ։ Բա, ահա որա։ Այսինքն այդ խոսակցությունները, որ վատ ապրուստն է մեզ դրթում, չժպտալուն, դա սխալ է։ Դա մեր ներսից է։ Ներսից, հələ փորձեք առավոտը վեր կենալ եւ ժպտալ եւ տեսեք ձեր օրը ոնց է փոխվելու։ Ոչ թե մեր կյանքն է մեզ դարձնում երջանիկ, այլ մենք ենք կյանքը դարձնում երջանիկ։ Մենք, մեր պոզիցիայով, մեր տրամադրությամբ, մեր պոզիտիվով փորձեք առավոտյան վեր կենալ լավ լիցքերով, տեսեք օրը ինչքան հեշտ եւ լավ կկազմայվի։ Վերջս առավոտյանից տենց եմ արել դու։ Ես էլ, այսքան դրական, այսքան պոզիտիվից հետո հետաքրքիր է, դուք ունեք չիրականացված երազանքներ, թե դուք ձեզ համար մեկ լիարդատար երջանիկ։ Բայց կլինի, ոնց կարող։ Ես ունեմ երազանքներ, բայց չեմ կարողացել չիրագործված, իրանք անպայման կիրագործվեն, անպայման։ Բարի։ Մենք էլ ցանկանում ենք, որ իրագործվեն, ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեր հյուրն էր պարզապես Շուշանի Կարաշացյանը, մարդով նույնիսկ ներկայացնելու կարիք չկա, բոլորիս համար արդեն պարզ։ Լուսավոր եւ լույս բերեց մեր տաղավար եւ դրականով լցրեց մեր տաղավարը։ Լավ անձնավորություն, պոզիտիվ, շատ ջերմ անձնավորություն։ Ձեզ ոչ միայն լավ միամսյակ ենք ցանկանում, այլ առհասարակ, ամբողջ տարին։ Բոլորիս, եւ հիշեք, որ առավոտը դիմավորեք միշտ ժպիտով։ Հուսանք բոլորը ձեր խորհրդով կշարվեն, շնորհակալ ենք զրույցի համար, մենք էլ ժպիտով։ Շնորհակալություն։ Ժպիտով ասում ենք ձեզ հաջողություն եւ ժպիտով մեր հերոստատողին ասում ենք, որ եթերում հենց այս պահին ի՞նչն է։ Գովազդը ժպտա Գրիշա, գովազդ։ Եթե դեռ չեք հասցրել նվեր անել ձեր ընկերուհուն կամ կնոջը կամ օրինակ կողքի նստած հաղորդավարուհուն, ապա նախ մտածեք, թե ինչն առավել շատ կուրախացնի նրան։ Առաջարկենք մի քանի պարզ տարբերակներ։ Հոգեբանները վստահեցնում են, որ կնոջ համար վզնոցը հավերժ միության խորհրդանիշ է։ Դուք գիտեիք դրա մասին։ Ոչ, բայց իմացա, իսկ սենտիմենտալ աղջիկները ամեն ինչ շատ գնահատում են փափուկ խաղալիքներ, ավելի հաճախ աղջիկների տեսքով նվերները, վայ, արդյոք այդպես է։ Ու խապ չունի տարիքը, գիտեք, մեծ տարիքում են որ փափուկ։ Անմաստ է։ Կանանց 99.9%-ը տոներից առաջ ակնկալում են իր ուզած նվերի մասին։ Այլ հարց է, թե որքանով են ուշադիր նրանց լսում։ Մենք անդադ հուշում ենք, Գրիշա ջան, դուք լսեք, ուշադիր եղեք եւ կատարեք։ Շատ կանանց համար այնքան կարեւոր չէ նվերը, որքան դրան մատուցելու ձևն ու անկեղծությունն են, որ պատուհանից բացում են, վերևից իջնում այդ ծաղիկը ու դու սենց թագից ընկնում են, բայց գրեթե բոլոր աղջիկներն ուրախ են այն նվերների համար, որոնք հաստատ նախանց ուրեմն կառաջացնեն ընկերուհիների մոտ։ Լավ, սա հասկանում ես, չէ՞։ Ոնց ասում, շատ ճիշտ է։ Ուխն այն ստացա, իսկ ինքը չունի, բան ու այդ ավելի շատ տղամարդկանց մեջ է, գիտես, կնոջս ինչ եմ նվիրել, իսկ ես իմ հասկացար, էդ էլ կա։
Ահ, այն կանայք, ովքեր հարաբերությունների սկզբում նշում են, որ նախընտրում են ոչինչ չպարտադրող նվերներ, իրականում նկատի ունեն թանկարժեք զարդերը, զբոսանվերներն ու դղյակները, հասկանում եք։ Այժմ առաջարկում ենք ինչ, դիտել տեսանյութ, որը ներկայացնում է աշխարհի ամենաաղմկահարույց եւ աննախադեպ նվերները։ Բայց այդ զբոսացել նվերները ինձ էլա դուր գալեցին։ Թանկարժեք, բացառիկ անհավանական նվերներ առանձնահատուկ պատմություններով։ Աշխարհի ամենաաղմկահարույց ընծաների մասին հաջորդիվ։ Էլիզաբեթ Թեյլոր, հռչակավոր կինոդերասանուհի, ով հայտնի էր նաև իր թանկարժեք արթուզարդի հավաքածուով։ Ռիչարդ Բարտոն, 1960-ական թվականների հոլիվուդյան կինոաստղ, կուրորեն սիրահարված էր Էլիզաբեթին, պաշտոնապես ամուսնացել են 2 անգամ։ 1967 թվական Օսկարի մրցանակաբաշխություն, Ռիչարդը կնոջը նվիրեց զմրուխտը և ադամանդե այս վզնոցը։ 1972 թվական Էլիզաբեթի 40-ամյակի արդիվ Ռիչարդի հերթական նվերը Թաջ Մահալ վզնոցն էր $500,000 արժողությամբ 1600 թվականի թանկարժեք զարդը։ 33 կարատանոց ադամանդով մատանի արժեքը $3.5 միլիոն։ Ռիչարդը նվիրել է կնոջը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։ Դերասանուհին կրել է այն անգամ ամուսնալուծությունից հետո։ Աշխարհի ամենահայտնի ու ռոմանտիկ ադամանդը Թեյլոր Բարտոն անվանումով 70 կարատանոց հազվագյուտ ադամանդը Ռիչարդը նվիրել է նախկին կնոջը Էլիզաբեթին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ և խնդրել կրկին դառնալ իր կինը։ Նրանք ամուսնացել են 2-րդ անգամ։ Աղմկահարույց նվերների ամենահայտնի հնգյակում է կարիճների կղզին 500 ակր մակերեսով։ Հայտնի գործարար նավատորմային մագնատ ազգությամբ հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի սիրելի հանգստավայրն էր։ Միլիարդատերն այն ձեռք է բերել 1962 թվականին $120 միլիոն դիմաց, ապա սիրահարվելով ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կնոջը Ժակլին Քենեդիին, կղզին նվիրում է նրան։ 1968 թվականին հենց կարիճների կղզում էլ կայանում է Արիստոտելի և Ժակլինի հարսանեկան արարողությունը։ 3 տոննա կշռող ոսկե կառք։ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի նվերն է երկրի մեծահարուստներից մեկից։ Կառքը զարդարված է 24 ալմաստով և 130 շափյուղաներով, գնահատվել է $4 միլիոն։ Վեհաշուկ ու խորհրդավոր նվեր աշխարհի հրաշալիք Հնդկաստանի Ագրա քաղաքում, Թաջ Մահալ։ Մեծ մոնղոլների կայսր Շահ Ջահանի ձեռակերտ նվերը ի հիշատակ սիրելի կնոջը Մումթազ Մահալին։ Վերջինից մահից ցնցված կայսրը երկրում սուգ հայտարարեց, սգաց ու տառապեց ու դառնացած սրտով գործի անցավ։ 22 տարի 20,000 վարպետներ տքնաջան աշխատեցին և ահա մինչ օրս կանգուն է հենց շահի հեղինակած ճերմակաթույր դամբարանը։ Նվեր, որ դարերի վեր սեր է խոստովանում։ Փոքրիկ Փաթեթ ամենաաղմկահարույց ու տարօրինակ նվերով այն հանձնվեց Փարիզի հասարակած տներից մեկի աշխատողին, խնդրելով փոխանցել Ռաշելին։ Խնդրանքն էլ մեկն էր՝ պահպանել նվերն ամբողջ կյանքում։ Միայն թե այցելուն սովորական մարդ չէր, այլ Վան Գոգը, իսկ անհավանական նվերն էլ նրա սեփական ականջը։ Հիշեք, որ շքեղկինը դա քաշի ու հասակի անթերի համադրությունը չէ։ Այո, շքեղկինը ինտելեկտի, ճաշակի և ինքնավստահության ճիշտ համադրությունն է։ Գտեք ձեր շքեղ կնոջը, կհանդիպենք հաջորդ անգամ։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին։ Լավ եղեք, սիրելի կանայք։ Հաջողություն։ Bye։